Սիրելի լրագրողներ, ես ուզում եմ սկզբում ասուլիսի շնորհակալություն հայտնել, որ դուք եկել եք այս միջոցառումը լուսաբանելու եւ ասուլիսին ուզում եմ հատուկ նշել, որ լրագրողները մեզ համար անկախ իմ կարգավիճակից ես միշտ ասել եմ մեր ռազմավարական գործընկերներն են, որովհետև լրագրողի շնորհիվ է, որ քաղաքացին տեղեկանում է պետության աշխատանքի մասին եւ հնարավորություն ունի իր վերահսկողությունն իրականացնել պետության նկատմամբ։ Շարունակելու ենք մենք բնականաբար նույն վերաբերմունքով աշխատել լրագրողների հետ եւ դրա հերթական օրերից մեկն էլ սա է։ Հարավացություն ջան, Զարուհի Դիլանյան, պարոն Թաթոյան, խնդրում եմ անդրադառնաք հենց խորագրին, ձեր քաղաքական նախաձեռնության, միասնության թևեր, թեև նշեցիք, որ հայրենասիրների փնտրտուք է ենթադրում, այդուհանդերձ որ շերտերի, որ շրջանակների միասնությունն եք ակնկալում կամ ենթադրում, հաջորդ հարցը ձեր քաղաքական հայտը ցնցել է ոչ միայն այսպես իշխանամերձ շրջանակների պրոպագանդիստներին, այլև իրենց ընդդիմադիր ցույց տվող տարբեր շրջանակների չեն խուսափում արձագանքել, կոմենտել եւ այլն, ինչպես եք վերաբերում դրան։ Եվ քաղաքական ուղենիշների մասին խոսեցիք, արտաքին քաղաքականության հատվածը կարծեք մակերեսային ստացվեց մի քիչ, ինչ արտաքին քաղաքական նախապատվություններ ունեք, ես նկատի ունեմ վեկտորների մասին, ինչ կմանրամասնեք, որովհետև հասկանալի է, որ այսօր այդ հարցը ևս հանրային հետաքրքրությունների ոլորտում է, հաշվի առնելով մեր անհասկանալի արտաքին, այսպես անորոշ մի քիչ քաղաքականությունը, հենց վեկտորների ընտրության հարցում, դերևս այսքանը եւ վերջին հարցի համատեքստում Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելը, ինչպես եք պատկերացնում եւ ինչպես է հնարավոր։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Առաջին հարցը վերաբերում էր միասնությանը եւ հասարակության տարբեր խմբեր միավորելու։ Տեսեք, մենք ինչու սկսեցինք մտածել քաղաքական նախաձեռնության մասին եւ եկանք համոզման, որ սա այլևս պարտադիր է եւ առանց դրա պարզապես մենք չենք կարող իրացնել այն, ինչ անհրաժեշտ է։ Խոսքը վերաբերում է հասարակության առհասարակ միավորման, որովհետև մենք այսօր ցավոք սրտի իրենք իրավիճակ, որ հասարակությունը տրոհված է, բաժանված են խմբերի, մարդիկ ուղղակի օգնել են անգամ ատելությունից։ Այդ աստիճան բարդ է մեր հասարակությունում վիճակը։ Եվ մեր նպատակն է ապահովել այդ միասնությունը եւ աշխատել ոչ թե հակադրությունների սկզբունքով, այլ հանուն միավորման ու առաջընթացի։ Եթե սա առաջին հարցի մասով էր, ինչ վերաբերում է արձագանքներին, գիտեք, մենք անում ենք մեր գործը եւ շարունակելու ենք անել։ Մենք չենք նայելու, թե ինչ արձագանքներ կան այն իմաստով, մեզ դրանք կարող ենք կանգնեցնել, չկանգնեցնել։ Մենք գիտենք ինչ ենք ուզում անել, գիտենք ինչ է մեր երկրին անհրաժեշտ եւ շարունակելու ենք այդ ընթացքով գնալ առաջ։ Արտաքին քաղաքականության հետ կապված։ Արտաքին քաղաքականության մասով ես հստակ նշեցի իմ ելույթում, որ մեր արտաքին քաղաքականությունը պատկերացնում ենք շահերի համադրման սկզբունքով, Հայաստանի շահերը հիմքում ունենալով եւ բազմակողմ քաղաքականություն։ Եթե կլինեն ավելի կոնկրետ վերաբերելի հարցեր արտաքին քաղաքականության մասով, այդ մասով նույնպես կանդրադառնանք։ Արցախի մասով մեզ համար կարևորագույն խնդիրներից է լինելու առհասարակ նախկինում տեղի ունեցած բոլոր հանցանքների, որոնք կատարվել են մեր նկատմամբ ադրբեջանական քաղաքականության հետևանքով, գործող իշխանության կոպիտ սխալների պատճառով, առհասարակ ոլորտի խնդիրների այս տարբեր խնդիրների պատճառով, այս հարցերը մենք երբեք մոռացության չենք տալու, խոսքս վերաբերում է արցախցիների վերադարձի խնդրին։ Բնականաբար սուտ կլինի ուղղակի, ճիշտ չի, արդար եւ ազնիվ չի լինի, եթե ես հիմա խոսեմ Արցախի վերադարձի մասին։ Բնականաբար մենք այդ հարցը չենք քննարկում, բայց ունենք
120,000-ից ավելի մեր հայրենակիցներ, որոնք տեղահանվել են ուղղակի իրենց հայրենի տներից, իրենց հայրենիքից։ Եվ նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք։ Սա ես չեմ ինձանից հնարում։ Սա միջազգային սկզբունք է, հաստատված գոյություն ունեցող միջազգային կանոն, մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով հստակ արձանագրել է, ճանաչել է արցախցիների վերադարձի իրավունքը, ընդ որում հատուկ նշել է սկզբունքներ։ Արցախցիների վերադարձի ապահով վերադարձ, կամովին վերադարձ, կայուն վերադարձ, սրանք վերադարձի միջազգային սկզբունքներ են։ Ավելին ասեմ ձեզ, վերադարձի միջազգային իրավունքը ճանաչված է ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի դատական ակտով, այլ նաև այլ միջազգային փաստաթղթերով, օրինակ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հայտարարությամբ հստակ արձանագրված է այս հարցը։ Ավելին ասեմ ձեզ, այդ փաստաթուղթը ստորագրել է նաև Հայաստանը։ Ստորագրել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններ։ Այսինքն սա միջազգայինորեն ճանաչված իրավունք է։ Դրանից բացի սրա մասին խոսել են տարբեր պետություններ, թե արտաքին գործերի նախարարության, թե խորհրդարանների մակարդակով Շվեյցարիա, Կանադա, Եվրոպական խորհրդարան եւ այլն։ Եվ մեզ համար անչափ կարևոր են, որ պետք է հաշվի առնենք, խոսքը գնում է այն մասին, որ մարդկանց նկատմամբ կատարվել են հանցագործություններ, էթնիկ զտումներ, որոնք անգամ ժամկետ չեն ճանաչում։ Դրանից բացի, այստեղ ուզում եմ ամբողջական լինելու համար հստակ արձանագրել։ Հայաստանի գործող իշխանությունը բացարձակ մանիպուլատիվ թեզով բերել արցախցիների վերադարձին հավասարեցրել է, այսպես այդ կեղծիքը հաշվի առնելով ադրբեջանցիների վերադարձի թեզը եւ բերել հավասարեցվել է հավասար մակարդակի եւ ասում է, որ հարցը հավասարապես փակ է։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցը առհասարակ։ Օրինակ 2021 թվականին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը դատական ակտով հստակ արձանագրել է, որ այլևս այդպիսի գանգատների ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլևս այդ դատարանի ենթակա քննության հարց չէ։ Այսինքն ինչ է ստացվում, մենք ունենք երկու միջազգային դատական ատյան, որոնք փակել են այս հարցը։ Հետևաբար ինչ է ստացվում, Հայաստանի կողմից մենք հստակ ունենք այսինքն հայերի, այսպես իրավունքների պաշտպանության, արցախահայության իրավունքների պաշտպանության առումով, մենք ունենք հստակ միջազգայինորեն ճանաչված իրավունք, իսկ մյուս մասով, եթե այս հարցը զարգանա ճանապարհով, ուրեմն նշանակում է սա տեղի ունենալու միայն քաղաքական լուծումով, որովհետև սրա իրավական ճանապարհները փակ են։ Դրանից բացի արցախցիների վերադարձի հարցերը մեր կամ որպես օրակարգային հարց, որպես միջազգայինորեն ճանաչված իրավունք միջազգային դատական ակտերով լինելուց զատ, մենք մեր երկրում ունենք մեր հայրենակիցներին ապահովելու, որպեսզի նրանք Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք, սոցիալական արժանապատիվ պայմաններ, առանց ատելության կյանք։ Այսօր տեսեք ինչ են կատարում։ Ամբողջ համացանցը, սոցիալական ցանցերը ողողված են արցախահայության նկատմամբ ատելությունով։ Իսկ մենք առաջարկում ենք բոլորովին այլ ճանապարհ, մասնավորապես մենք սկսելու ենք Արցախի ձայնը ծրագիր եւ այդ ծրագրի շրջանակներում հավաքագրելու ենք, արձանագրելու ենք կարիքները մեր Արցախի հայրենակիցների, որպեսզի ընտրություններից անմիջապես առաջ այնպես ենք անելու, որ մենք հստակ հավաքագրված ունենանք նրանց կարիքները, որ տեսնենք ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ մեր հայրենակիցները Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք եւ նաեւ սոցիալական պատշաճ պայմաններ։ Դրանից բացի,
Իշխանության գալուց անմիջապես հետո մենք իրականացնելու ենք հատուկ ծրագրեր, ստեղծելու ենք Արցախի երեխաները հատուկ ծրագիր։ Այդ ծրագրի շրջանակներում ուսուցողական դասընթացներ ենք ապահովելու մեր երեխաներին, որպեսզի նրանք հանկարծ դուրս չմնան Հայաստանի հասարակությունից, կրթական ծրագրեր եւ այլն։ Արցախյան ինքնությունը հայկական ինքնության անբաժան մաս է։ Սա մեզ համար կարևոր սկզբունք է լինելու։ Մենք օրինակ Երևանի կենտրոնում ստեղծելու ենք Արցախին վերաբերող պատմության թանգարան։ Մենք ստեղծելու ենք հատուկ գերատեսչություն Արցախի եւ բռնի տեղահանվածների հարցերով։ Որպեսզի այս բոլոր հարցերը մենք կարողանանք հստակ համակարգել պետական մակարդակով։ Գիտեք ինչ կա։ Մենք ունենք 120,000-ից ավել հայրենակիցներ Արցախի։ Նրանք մեր հասարակության անբաժան մասն են, չէ՞, ամեն օր ապրում են, մեզ հետ են նրանք։ Հիմա դուք ուզում եք ասել, որ կամ որևէ մեկ ուզում ասել, մենք կարող ենք մոռանալ այս ամենը, խնդիրների առաջ աչքներս փակենք։ Դե իհարկե չի լինում, դրանից ավելի խնդիրները կմեծանան։ Այնպես որ այս հարցում մենք ցուցաբերելու ենք կոմպլեքս մոտեցում եւ մեր քաղաքականությունը հիմնված է լինելու այս սկզբունքների վրա։ Բայց մենք չենք առաջնորդվելու իհարկե պատրանքներով, ինչպես դες ասացի, կապված Արցախի վերադարձի, մենք այդ խոսույթը չենք ունենալու եւ մենք դա մեզ համար օրակարգային հարց իհարկե չենք համարում եւ դա կեղծիք էլ կլինի եւ անկեղծ չի լինի ժողովրդի նկատմամբ, եթե մենք շարունակենք այդ օրակարգով առաջնորդվենք։ Պարոն Թաթերյան, եթե դուք կաք իշխանության, ժառանգելու եք նաև այն բոլոր համաձայնությունները, փաստաթղթերը, որոնք ստորագրել է գործող իշխանությունը, այդ թվում միջազգային ատյաններից, հարցերը հետ կանչելու վերաբերյալ նախաստորագրված համաձայնագիր, ինչպես եք վարվելու այդ գրույթների հետ, արդյոք չեղարկվելու են կամ ինչպես եք անելու, երբ որ ժամանակին վտանգավոր եք համարել։ Երկրորդը սահմանազատման վերաբերյալ դուք ինքներդ Սյունիքում շատ եղել եք, խոսել եք մարդկանց հետ, ներքին հանդից, միջև այլ շրջաններ եւ տեղյակ եք այդ խնդիրներին, այս հարցում ինչ ճկունություն եք ցուցաբերելու, որովհետեւ հակառակ կողման զիջում է եւ քաղաքական որ ուժերի հետ եք համարում համագործակցությունը հնարավոր։ Առաջին հարցին պատասխանելով ասեմ։ Այո, դուք ասեցիք եթե, ես կասեմ երբ մենք գանք իշխանության, մենք իհարկե չենք հրաժարվելու Հայաստանի ստանձնած այն միջազգային պարտավորություններից, որոնք բխում են Հայաստանի շահերից։ Հայցերից հետ քաշելը ես երբևէ չեմ ասել, որ մենք համակերպվել ենք կամ ընդունում ենք դա։ Դուք ասեցիք, երբ ժամանակին ես վտանգավոր եմ համարել, ես հիմա էլ եմ վտանգավոր եմ, դա չափազանց վտանգավոր է, դա Հայաստանի ապագայի համար կործանարար է։ Հայցերից հետ քաշելը ձեռնտու է միայն Ադրբեջանի։ Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ այդ հայցերով մեծագույն կամ հայցերի արդյունքում, երբ դատական ակտերը կայացվեն, անգամ հիմա արդեն, մեծագույն խնդիրներ է ունենալու իր Հայաստանի զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում։ Հետևաբար սրանք մեզ համար կենսական նշանակության հարցեր են մեր շահերը պաշտպանելու տեսանկյունից, եւ սա մենք ուղղակի բացառում ենք, սա սկզբունքային հարցերից է մեզ համար։ Եվ գիտեք ինչ կա, ի վերջո այս հայցերը ինչ են ներկայացվել։ Ներկայացվել են Հայաստանի քաղաքացիների, արցախցիների առասարակ մեր իրավունքների պաշտպանության համար, չէ՞։ Հիմա տեսեք, ես չեմ պատկերացնում ինչպես է, օրինակ Հայաստանի կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը խոսում միջազգային ատյաններում հայցերի հետ քաշելու մասին, երբ հստակ իմանալով, որ դրանք կոնկրետ մարդկանց իրավունքների պաշտպանության համար են։ Ասենք ինչպես է ինքը գնալու նայի այն մեր քաղաքացիների աչքերի մեջ, ովքեր ունեն ազգականներ, որոնք զոհվել են, օրինակ Ջերմուկի հարձակումների ժամանակ 2000 Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ 2022 թվականի սեպտեմբերին։ Մեր կին հայրենակիցները ամենադաժան ձևով խոշտանգվել էին։ Դուք հիշում եք երկու թևերը կտրելով, երկու ոտքերը կտրելով,
աչքերին էին հանել, քար էին դրել աչքերից մեկի մեջ, մեր մարմինը մերկացրել են եւ գրել էին Յաշմա բառը ու այդ տեսանյութը հատուկ տարածել էին, որ վաղ սփռեն մեր հասարակությունը։ Ես գնացել եմ նրանց ընտանիքներ, նրանց տաներում եղել եմ։ Ես ո՞նց կարող եմ պատկերացնել մի իրավիճակ, որ ես նրանց աչքերի մեջ նայելով, իմանալով թե նրանք ինչ դաժանության են բախվել։ Առավել ևս սա ինչ որ անհատական օրինակ չէ, սա համատարած է եղել։ Ու ես գնամ հանկարծ հրաժարվեմ այդ հայցերից, բայց հատուկ հաջորդ անգամ ո՞նց եմ նայելու նրանց աչքերի մեջ։ Ես ինչպես եմ կարողանալու նրանց վերաբերել որոշումներ ընդունել, երբ ես հրաժարվում եմ հենց նրանց իրավունքների համար այն մեր պետության ներկայացրած հայցերից։ Եվ այստեղ մի հետաքրքիր բան կա, գիտեք, մի հետաքրքիր վիճակագրություն ասեմ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի վերաբերյալ կայացրել է 9 դատական ակտ, որոնք վերաբերում են էթնիկ ատելության հիմքով տարբեր հանցագործությունների, սպանությունների, խոշտանգումների եւ այլն։ 9 դատական ակտ, 9։ Մենք այս դատական ակտերով որևէ անգամ չենք օգտագործում մեր իրավունքների համար։ Ադրբեջանը ուներ մեկ ընդամենը այն էլ ոչ ամբողջական դատական ակտ, ադրբեջանցի մի խումբ փախստականների կողմից ներկայացված, որ այդ դատական ակտը չմնաց ամբիոն, որ Ադրբեջանի նախագահը չօգտագործի իր շահերի համար։ Մենք ունենք այսքան շատ հիմքեր, գործեր, այդքան հրապարակում ենք ամբողջ օրը ինչ է տեղի ունենում, եւ այս պայմաններում ինչպես կարող ենք հրաժարվել դատական հայցերից։ Այնպես որ սա մեզ համար հիմնարար հարց է, սա ոչ թե ինչ որ քաղաքական դիրքորոշման հարց է, սա Հայաստանի համար կենսական հարց է։ Ես նկատի ունեմ ինչ որ պայմանավորված քաղաքական մոդայով գործընթացներով, ոչ, շա Հայաստանի կենսական քաղաքական կենսական հարց է, որը այո մեր հստակ դիրքորոշումն է։ Սահմանազատման հետ կապված։ Այստեղ սահմանների հետ կապված ամբողջ գործընթացը տեղի ունեցել Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով։ Սա ես ուզում եմ նույնպես նշել։ Ես դրա մասին բազմիցս գիտեք, որ դա արձանագրել եմ, որովհետև ես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էի եւ իմ պաշտոնական լիազորությունների ժամկետն ավարտելուց հետո շարունակել եմ իմ աշխատանքը եւ սահմանների հետ կապված նույն խախտումները շարունակել ենք արձանագրել։ Եվ հենց հիմա էլ գիտեք, ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն պարզապես ընդհանուր պետք է ասենք Հայաստանի տարածքում, այլ մեր քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողերի մեջ են, տների մեջ են, կադաստրային փաստաթղթերով մենք ունենք այդ բոլոր փաստաթղթերը, կադաստրային փաստաթղթերով տները, հողերը պատկանում են մեր քաղաքացիներին, ադրբեջանական զինված ուժերը հերիք չի մեր հողերի մեջ այսպես նստած են, նաև շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը, մենք ունենք նաև տվյալներ, որ տեղի են ունենում օրինակ ականների անընդհատ պայթյուններ եւ այլն եւ ել չասեմ մնացած խախտումների մասին։ Սահմանազատման եւ իմջայցում ենք նաև այդ տերմինն ենք կարծում պետք է փոխվել ոչ թե սահմանագծում, այլ սահմանանշում։ Սահմանազատման եւ սահմանանշման գործընթացի շրջանակում մենք նաև հստակ արձանագրել ենք փաստերի ուսումնասիրությամբ, որ իրականում այն մենք ունենք այստեղ հարուստ փաստաթղթային բազա, ապացույցներ, որոնք պետք է ծառայեն Հայաստանի շահերի օգտին։ Եվ քննարկումների, միջազգային բանակցությունների ժամանակ դրանք առաջ են քաշելու նաև օրինակ գործող իշխանությունը հիշում եք, որ հայտարարում էր անընդհատ, որ գլխավոր շտաբի քարտեզներով են անում 1975 թվի եւ այլն։ Մինչդեռ իրականում գոյություն ունի 1984-ից 87 թվականների սահմանազատման գործընթաց, որտեղ իրականացվել է Հայաստանի տարածքի
որոնցով 975 կիլոմետր տարածքով սահմանազատում։ Դա հիմնված է եղել խորհրդային միության, Գերագույն խորհրդի նախագահության որոշումների վրա եւ դրա հիման վրա իրականացվել է 1984-ից 87 թվականներին տեղի ունեցել եւ ավարտվել է սահմանազատումը։ Գոյություն ունի, ես ինձ հետ անգամ դրան կարող եմ ցույց տալ, այսպիսի նկարագրություններ հստակ։ Սրանք 1987 թվականի սահմանազատումից հետո մեր սահմանների նկարագրություններն են, տեսեք, կազմվել է 182 արձանագրություն խորհրդային միության ժամանակ 1987-88 արդեն թվականներին 182 արձանագրություն։ Սրանց արդյունքում կազմվել են փաստաթղթեր, քարտեզներ սահմանազատման արդյունքում, որոնք երեքական օրինակ տրվել է Հայաստանին, երեքական օրինակ տրվել է Ադրբեջանին եւ երեքական օրինակ փոխանցվել է Մոսկվային։ Այսինքն, սա ինչ է նշանակում, որ մենք այս հարցերով հստակ ունենք Հայաստանի օգտին փաստաթղթեր։ Եվ գիտեք, գլխավոր շտաբի քարտեզները անընդհատ դրանք բերելը ինձ համար բացարձակ անընդունելի է, որովհետև գլխավոր շտաբի քարտեզները ռազմական քարտեզներ են։ Ասենք դրանք ինչ է նշանակում։ Այս կամ այն բլուրը, գետը, չգիտեմ որ, բայց ռազմական նշանակության տեսանկյունից։ Իսկ 1987-88 թվականի այդ 87-ի ավարտով այսպես սահմանազատման process-ը արդեն խոսքը վերաբերում է հստակ քարտեզի տեղանքները որոշելով, ընդ որում այդ սահմանազատման արդյունքում փաստաթղթերը, որոնց արդյունքում տեղի ունեցել սահմանազատումը, հանձնվել են նաև տեղանքներին, այսինքն տեղի բնակչությանը, գյուղը հողօգտագործողներին նաև։ Եվ այդ սահմանազատման արդյունքներով մենք ունենք հստակ մեր այնպիսի իրավիճակ, որ կարող ենք եւ պետք է պաշտպանենք մեր իրավունքները ու բնականաբար սահմանա-ադրբեջանական ապօրինի ներխուժումները նույնպես այսպես կարևոր հարց են, որոնք պետք է օրակարգում լինեն, որովհետեւ խաղաղության գործընթացը որպես արդյունք բազմակողմանի, համակողմանի process է եւ այս հարցերը նույնպես պետք է ընդգրկված լինեն։ Եվ որուժերի, դե գիտեք ինչ, մենք ստեղծել ենք այս քաղաքական նախաձեռնությունը, դրա արդյունքը զարգացման դեպքում կլինի կամ կուսակցության տեսքով, կամ որևէ այլ քաղաքական միավորի տեսքով, բնականաբար մասնակցելը առաջիկա ընտրական գործընթացներին։ Եվ մենք կենտրոնացած ենք մեր գաղափարախոսության վրա, մենք մեր գաղափարախոսությունը հիմնված է եւ ճանապարհը որ ցույց ենք տալիս այն խնդիրների վրա, որոնք մենք արձանագրել ենք, եւ բնականաբար մենք գնալու ենք այդ խնդիրների լուծման ճանապարհով, հետեւաբար բոլոր որոշումները կայացվելու են ելնելով այս հստակ սկզբունքներից։ Պարոն Խաչատրյան, դուք որքան եք գնահատում ձեր շանսերը ընդհանրապես խորհրդարանում հայտնվելու, սա կխնդրեմ դիտարկեք նաև այն համատեքստում, որ երկրորդ նախագահը իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ ընդհանուր առմամբ իր պատկերացումներով, որ խորհրդարանում դեռևս 3 ուժեր են կարողանալու անցնել, դա քաղաքացիական պայմանագիրն է, Հայաստան տարաշիկը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ մեր ձևով շարժումը, արդյոք դուք ունեք հարցումներ սոցիոլոգիական, որոնք ցույց են տալիս, թե դուք ինչ ռեյտինգ ունեք եւ նաեւ քաղաքական օրակարգի մասին, դուք ինչ օրակարգով եք ներկայանալու քաղաքացիներին, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը նշում է, որ ապագա կախոսույթը փոխվել է, ապագան այսօր է եւ իրենք խաղաղության օրակարգն են առաջ տանելու, ընդդիմության օրակարգը որն է։ Ուզում եմ հստակ նշել, որ մենք ձևավորում ենք, սա ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն է։ Ես հատուկ իմ ուղերձում եմ նշել, որ տեսաուղերձում, որ մենք ցույց ենք տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք եւ կարող թիմ։ Եվ բնականաբար մենք առաջ ենք շարժվելու մեր այս ուղերձներով։ Մենք հայտարարեցին նաև ես, որ մենք գալիս ենք հիմնախնդիրները լուծելու։ Մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու։ Ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին
Մենք որպես ինքնուրույն քաղաքական ուժ այդ օրակարգով ենք շարժվելու, բնականաբար նաև այս հիմնախնդիրները լուծելու հարցում միասնական ուժերով շարժվելուն, այսինքն հասարակության միասնություն։ Հետևաբար մենք հասարակության միասնությամբ եւ համերաշխությամբ, նաեւ բայց միասնական ջանքերը միավորելու հանունի օրակարգով էլ շարժվելու ենք առաջ։ Ինչ վերաբերում է հանրապետության պաշտոնաթող նախագահի ասուլիսին եւ քաղաքացիական պայմանագիր, ասեցի, քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումներն, դա նրանց դիրքորոշումներն են։ Ես հիմա խնդիր չունեմ անդրադառնալու եւ գնահատականներ տալու նրանց դիրքորոշումներին։ Ես ասում եմ ինչ մենք ենք անելու։ Եվ սա ասում եմ շատ հստակ, սա ասում եմ ազնիվ ձևով մեր քաղաքացիներին եւ ասում եմ, որ մենք լայնածավալ գործունեություն ենք սկսելու հենց այս հիմնարար գաղափարներից ելնելով։ Խաղաղություն։ Գիտեք, ես իրականում ակնկալում եմ այդ հարցը որ կտակ, որովհետև այո, գլխավոր քննարկվող հարցերից է խաղաղությունը հատուկ ուզում նշել։ Բացարձակ արժեք է, ես միշտ եմ սա ասել։ Խաղաղությունը մեզ համար անբեկանելի է։ Չի կարող ներառել խաղաղության որևէ գործընթաց։ Բայց խաղաղությունը արդյունք է։ Խաղաղությունը արդյունք է բազմաթիվ գործընթացների։ Խաղաղությունը արդյունք է նրա, որ պետք է ունենաս ուժեղ անվտանգության համակարգ։ Խաղաղությունը նրա մասին է, որ պետք է երկրում լինի միասնություն, որ պետք է ոչ թե առաջնորդվել հակադրություններով, ոչ թե պետք է ատելություն գեներացնելով շարժվել, կռվածնելով մարդկանց, այլ աշխատել հանունի, որ մեր խնդիրները լուծենք։ Մենք տեսեք ինչքան խնդիրներ ունենք, չէ՞։ Ամեն օր բախվում ենք ամեն մեկս այդ խնդիրներին։ Տեսեք մենք ինքներս մեր յուրերներով ինչքան խնդիրներ բարձրացրեցինք։ Վստահ եմ դուք բոլորդ այստեղ մեծ քաղաքացիները դրանից շատ ավելին գիտեն։ Այնպես որ մենք ինչպես արդեն հայտարարել ենք այս օրակարգը, այդպես էլ շարժվելու ենք խաղաղությունը մեզ համար որպես բացարձակ արժեք արդյունք է այս բոլոր մոտեցումների։ Եվ մենք այստեղ ղեկավարվել ենք ոչ միայն արտաքին գործոններով, այլ ներքին գործոններով, որոնք կարևորագույն նշանակություն ունեն։ Շնորհակալություն։ Ելակվարեջան իրականում լրատվական բարոյթակը մենք տեսանք, որ ձեր կողքին մեկ նախկին նախագահ Դավիթ Ամենյանն էր, բացի իրենից հանրային ինչպիսի դեմքեր եք ներողություններ գրավել ձեր քաղաքական միավորի մեջ, մամուլն արդեն գրել էր, որ նախկին քաղաքական կարող է լինել ձեր թիմում այդպես է, այդպես չէ, եւ նաեւ ասեցիք, որ հավակնում եք վարչապետի պաշտոնի, ձեզ տարբեր փոխոցային պայքարների ժամանակ առաջարկվել է արդյոք լինել դեմոկրատիական միասնական տեխնազոն, եթե այո, ինչպիսի է եղել ձեր արձագանքը, եւ նաեւ այս բանի ակնհայտ է, որ Հայաստանի սուվերեն տարածքում կան շտամական զորքեր, արդյոք հավանական համարում եք, որ խաղաղության պայմանագիրը կլուծի վերջնական այս հարցը, այդ թվում եւ նաեւ գերիների, որոնց հարցը գիտենք, որ ներառված չէ խաղաղության պայմանագրում, հնարավոր կլինի արդյոք առհասարակ Արցախից գերմարված Արցախի քաղաքական ղեկավարությունը նաեւ մյուսները ազատ արձակվեն այս պայմաններում։ Շնորհակալություն։ Սկսեմ առաջին հարցից, որը վերաբերում էր մեր թիմի անդամներին, այս քաղաքական նախաձեռնության անդամներին։ Դուք տեսեք, փայլակ, դուք ուզում եք էլի, որ մենք բարիկադների, այսինքն դուք չեք ուզում։ Հարցը բայց այդպեսին է, եթե ուղիղ պատասխանելու լինենք, կարծեք թե ստացվում է մենք ուրեմն պետքա բարիկադավորվենք։ Էլի գնալով լինելով բարիկադների այս կողմ, բարիկադների այն կողմ։ Մենք առաջնորդվում ենք այլ սկզբունքներով, պարոն Անանյանը պրոֆեսիոնալ է բարձր եւ տնտեսական քաղաքականության ուղղությունները մենք մշակել ենք միասին եւ բնականաբար իրագործումը նույնպես անելու ենք միասին։ Ինչ վերաբերում է մեր մյուս քաղաքական նախաձեռնության անդամներին, եթե պետք է հենց այդպես ինքնանպատակ է հանրային ճանաչում ունեցող մարդիկ, այո, իհարկե մեզ մոտ կլինեն հանրային եւ կան հանրային ճանաչում ունեցող մարդիկ։ Բայց եթե մենք շարժվում ենք պրոֆեսիոնալիզմի սկզբունքով, հիմա պատկերացեք մենք ունենանք հանրային ճանաչում ունեցող մարդիկ, բայց դրանք ոչ պրոֆեսիոնալին են գան ինչ անեն։ Այսօրվա վիճակը դուք կարծում եք ինչի՞ց է այսպես։ Մենք այսօր
ամեն ոլորտում տեսեք ինչքան խնդիրներ կան։ Հələ մի հատ եկեք վերցնենք թմրամիջոցների շրջանառության ոլորտը։ Մեր իրավապահ մարմինները ես վստահ եմ ամեն օր չարչարվում են, բայց հələ տեսեք քաղաքական մակարդակում ինչ վիճակ է։ Այդ քաղաքական մակարդակի պատճառից է, վիճակից է, չէ՞ որ գալիս սա ահագնացող տեմպերի է հասել։ Դուք կարծում եք այսօրվա հանրային քաղաքական գործիչները հանրային ճանաչում չունեին երբեք։ Հանրային ես լավ գիտեմ, չէ՞, բոլորս գիտենք, ես մարդու իրավունքների պաշտպանն էի։ Իհարկե նրանք ունեին հանրային ճանաչում, բայց սա դասական օրինակ է, որ եթե դու հանրային ճանաչում ունես առանց պրոֆեսիոնալիզմի, գալիս ես մի աշխատանքի, որից դու չես հասկանում ընդհանրապես, չես տիրապետում, թե ինչ ես դու անելու։ Դու անձնական հարստության միջոց ես սկսում օգտագործել այդ պաշտոնը ինչ որ հաշվեհարդարների համար, քո սխալները կոծկելու համար, որտեղ դու սխալներ ես, չէ՞, դու սխալներ ես ճուր տալու, ինչ ես անելու, անընդհատ կոծկելու ես այդ սխալները։ Սա է նաև որ մենք եթե միայն այդ հանրային գործիչ լինելու գաղափարախոսությամբ շարժվենք, մեր ամբողջ երկիրը լցնելու ենք դիլետանտիզմով, շատ ներողություն։ Իսկ մենք չենք կարող մեն նման ճոխություն տալ։ Դրանից բացի ես ասում եմ ասել, որ մենք ունենք պրոֆեսիոնալներ։ Ես հատուկ եմ ուղղարձով նշել, հիմա էլ եմ ասում, ունենք կարող թիմ։ Մենք հասկանում ենք Հայաստանի արժև ծառացած մարտահրավերները։ Մենք հասկանում ենք ինչպես լուծել այդ խնդիրները եւ բնականաբար լուծելու ենք դրանք։ Ես ինքս որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, դրանից առաջ բազմիցս ընդգրկված լինելով այս բնակավարներում խնդիրներին ոչ թե դասագրքերով ենք այսպես տիրապետում, այլ անձնապես շփվելով կոնկրետ մարդկանց հետ, կոնկրետ խնդիրներ արձանագրելով, լուծումների գալով, եւ այս մեր նախաձեռնությունը հենց հիմնված է լինելու այդ սկզբունքների վրա։ Մյուս հարցը օկուպացված տարածքների հետ։ Տեսեք, այստեղ մի հետաքրքիր բան ասեմ։ Բոլորը խոսում են 200, չէ, մոտավորապես 200 կիլոմետրի մասին։ Նախ ոչ ոք չի հասկանում այդ ինչ որտեղից են վերցել այդ թիվը, որովհետև իրականում ես կարծում եմ ավելի շատ է, ճիշտ է կիլոմետրերի հարցում կարող է սխալվենք, բայց սա էլ այնպես է արվում, կարծեք, sense տեխնիկական ինչ-որ հարցի են վերաբերում, կանոնով դրել ենք, գծել ենք այստեղից այստեղ 200 կիլոմետր եւ այլն։ Իրականում խոսքը գնում է շատ ավելի տարածքի մասին, ինչու, որտեղ մենք ոչ միայն պետք է հաշվի առնենք այն տարածքը, որտեղ ֆիզիկապես ադրբեջանական զինված ուժերը ապօրինաբար գտնվում են, այլ նրանց վերահսկողության ոլորտը։ Հենց դուք տեսեք ինչ է կատարում, ամեն մեկը, չէ, երբ գալիս են տեղավորվում են, իրենց դիրքերի դիմացը, տեսեք ինչքան տարածք են հսկում։ Մեր քաղաքացիները կկարողանան գոնե 1-2 կիլոմետր մոտենալ այդ տարածքերին կամ, չգիտեմ, նայած տեղանք։ Չեն կարող չէ մոտենալ, այդ տարածքները դառնում են անօգտագործելի արդեն։ Հետևաբար այս խնդիրը մեզ համար կենսական նշանակություն ունի, հետո գիտեք ինչ կա։ Ադրբեջանական զինված ուժերը վերահսկում են մեր ռազմավարական նշանակության օբյեկտները, ջրամբարներ, պոչամբարներ, հեկեր, դուք պատկերացնում եք, ստացվում է այսօրվա վիճակը, չէ, այսօր կառավարության ղեկավարը ամեն օր այստեղ այնտեղ հայտարարում է խաղաղությունը, բայց ստացվում է այսօրվա այդ վիճակը կախված է Ադրբեջանի նախագահի բարի կամքից ուղղակի։ Քաղաքական կամքից է, եկուզի հրաման կտա կսկսեն կրակել, հրկուզի հրաման կտա չէ։ Էդ էլ ինչի հաշվին է, բնականաբար զիջումների անընդհատ նվաստանալու դրա հաշվին է իրականացվում։ Մենք ունենք, ես դրա մասին բազմիցս եմ հայ, եւ սրանք փաստեր են, ադրբեջանական զինված ծառայողների դիրքավորումներ, որոնք անգամ վերահսկում են մեր գյուղերն ու քաղաքները, ճանապարհները, գյուղերն ու քաղաքներն իրար միավորող։ Ադրբեջանը անգամ քարտեզ է հրապարակել, որ թե որ մասն են իրենք, ինչ մաս են ռազմավարական նշանակության վերահսկում իրենք։ Կարծեք թե պատասխան գերիների հարցը։ Գիտեք, գերիների հարցը չի կարող դառնալ որևէ տեղ սակարկման առարկա։ Սա ես հատուկ ուզում եմ նշել։ Սա հումանիտար հարց է։ Ես շատ լավ հիշում եմ, երբ Ադրբեջանը սկսեց դիմել այս մեթոդին։ Ուրեմն պատերազմից հետո էր 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե հիշում եք, տեղի ունեցավ բոլորի դիմաց գերիների փոխանակում, մինչ այդ։ Դրանից հետո
Պատահական շատ բարձում ենք Ադրբեջանի նախագահ ղեկավարությունը արտաքին գործերի նախարարակարգը նամակ է գրում Միավորված ազգերի կազմակերպությանը եւ ասում է վերջ մենք այլևս գերիներ չունենք բոլորը դիվերսանտներ են բոլորը ահաբեկիչներ են բայց ինչու նրանք արեցին միջազգային մարդասիրական իրավունքի սա կոպիտ խախտում էր ընդ որում բացարձակ կանոնը նշանակում է զիջում չկա դրանից եւ սկսեցին ինչ անել հիշում եք այս կամ այն երկրին ծառայություն մատուցելով 5 գերի վերադարձնել 4 գերի վերադարձնել եւ այլն այսինքն նրանք ի սկզբանե այս հարցը քաղաքականացրել են մանիպուլացրել են եւ Հայաստանից կորզել են բոլորովին այլ զիջումներ որովհետեւ պահել են մեր հասարակությունը լարվածության մեջ պահել են մեծ խնդիրների կանգնացրել են խնդիրների առաջ տարապանքներ են հոգեկան պատճառել մեր գերիների հարազատների նրանց ընտանիքներին եւ այդպես էլ չեն վերադարձել նրանք իսկ ինչ վերաբերում է հիմա նրանք ես միշտ հայտարարել եմ որ գերիների հարցը մեզ համար չի կարող լինել միայն սոսկ մի քանի հոգու Արցախի ղեկավարությունը նախկին զինվորականներ, քաղաքացիական անձինք, բայց դա չի կարող լինել մի քանի հոգու ազատ արձակելու կամ մեր հայրենակիցների ազատ արձակելու հարց։ Սա Հայաստանի անվտանգության սպառնալիքներից է, որովհետև Ադրբեջանը հիմա կեղծ շինծու դատավարություններ է վարում եւ այդ դատավարություններով գեներացնում է ատելություն ու թշնամանք մեր դեմ Եվ փորձելու է վստահ եմ այդ շինծու դատավարությունների արդյունքները օգտագործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ճնշումներ գործադրելու եւ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար։ Հələ եկեք մի հատ այդ եվրոպական դատարանի 9 դատական ակտերը, որ մինչև հիմա չեն կատարել։ Հստակ դատական ակտերում նշում է, որ կա էթնիկ ատելության հիմքով պայմանավորված հանցագործություններ, սպանություններ, խոշտանգումներ եւ այլն։ Պարտավորեցրել է Ադրբեջանի եվրոպական դատարանը միջոցներ ձեռնարկել այդ ամենը վերացնելու համար։ Արել է։ Ոչ միայն չի արել, այլ այս դատավարություններով, եթե դուք հանկարծ հետևեք դրանց, ավելի է գեներացնում այդ ատելությունը։ Եվ նաև իմ կարծիքով նրանց նպատակն է ցույց տալ մեզ նվաստացած վիճակում հայ ժողովրդի ներկայացուցիչներին դրանով նաև հասնել իր տարբեր նպատակներին եւ այդ դատավարություններով քաղաքական նշանակությամբ օգտագործում են մեր հայրենակիցների գերության ու պատանդության մեջ լինելը իշխանությունների քաղաքական թեզերն ապացուցելու համար։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, ես ի սկզբանե ասացի, որ մենք ղեկավարվելու ենք հիմնախնդիրները մենք մեր հիմք ենք ընդունել եւ գնում ենք այդ հիմնախնդիրները լուծելու ճանապարհով։ Եվ մենք նաև հայտարարել ենք, որ մեզ անհրաժեշտ է որպեսզի այդ հիմնախնդիրների լուծման առաջ մենք աշխատենք հանունի, մենք միավորենք մեր ողջ հասարակությանը եւ մենք գնալու ենք մեր օրակարգով, ինչպես արդեն ասացի, ու խոսելու ենք մեր բոլոր քաղաքացիների հետ բնականաբար։ Երկխոսություն է լինելու, հանդիպումներ, քննարկումներ եւ այլն։ Բոլոր քաղաքական ուժերի հետևորդները, քվեարկողները մեր քաղաքացիներն են, չէ՞։ Մենք բոլոր քաղաքացիների հետ աշխատելու ենք։ Թե այս պահին մեր օրակարգը սա է եւ մենք հստակ աշխատելու ենք այս ուղղությամբ։ Մեր որոշումներն կայացնելու ենք մեր առաջնահերթություններից ելնելով, որոնք դարձյալ ասեցի, ուղղված են լինելու մեր հասարակության առջև այսօր ծառացած հիմնախնդիրների լուծմանը։ Տեսեք, ես հիմա նորից ասեցի, ես այդ դաշտեր ում հետ, ոնց, ինչ, ես հիմա չեմ մտնելու այդտեղ։ Ես հստակ ասում եմ, որ մենք մեր հիմնախնդիրները, որոնք արձանագրել ենք, մենք պետք է լուծենք։ Հիմա եթե ես նորից դուք տարեք ինձ այդ դաշտ, ես այդտեղ չեմ մտնել, որովհետև դա մեր օրակարգը չի։
նախկին, ներկա, սև, սպիտակ եւ այլն։ Դա մեր օրակարգը չի։ Մեր օրակարգը աշխատել հանուն, ոչ թե հակադրություններով, աշխատել խնդիրներ լուծելու համար, մեր ժողովրդի համար խնդիրները, մեր երկիրը բոլորով միասին այս վիճակից հանելու համար։ Սա է լինելու մեր աշխատանքը, մեր օրակարգը քաղաքացիների հետ։ Սպուտնիկ Արմենիա, Շուտսավարյան, Արթատյան, երկու հարցում։ Առաջին հարցը դուք իհարկե ծրագրի ներկայացման ժամանակ ասացիք, քաղաքականությունը շարքի հարցակ։ Ես ավելի ուզում եի կոնկրետացնել անվտանգային քաղաքականության ոլորտում, ռազմատեխնիկական նաև մասնավորապես ինչ ուղեկից է տարվելու եւ կան արդյոք երկրներ, որոնք ձեր իշխանության գալու պարագայում ձեր համար առաջնահերթ են լինելու այդ երկրների հետ համագործակցելու մեր անվտանգային համակարգը նրանց միջոցով ուժեղացնելու համար, սա առաջին հարց, երկրորդ հարցը Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետը հայտարարել է, որ նրանք առաջին պատերազմից իբր մոտ 3900 արետ կորածուն են, ինչ է կարծում չեք տեսնում այստեղ վտանգ, որ այս նարատիվ, այս խոսույթը նրանք օգտագործեն ապագա բանակցություններում մեր վրա հավելյալ ճնշում գործադրելու, նոր զիջումներ կորզելու նպատակով շնորհակալություն։ Ռազմատեխնիկական համագործակցություն ասով նախ մեր օրակարգային կարևոր հարցերից է ունենալ ուժեղ պետություն, որ կարող է ինքն իրեն պաշտպանել եւ մենք շարժվելու ենք սեփական պաշտպանական համակարգը զարգացնելու, սեփական ռազմաարդյունաբերությունը զարգացնելու եւ ավելի պաշտպանված երկիր ունենալու համար։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ես արդեն հայտարարեցի արտաքին քաղաքական օրակարգի մեր սկզբունքները, այդ սկզբունքներով էլ շարժվելու ենք առաջ, այդ թվում կապված ռազմաքաղաքական համագործակցության հարցերի հետ։ Այսինքն մեր արտաքին քաղաքականությունը լինելու է այդ սկզբունքների շրջանակում։ Տեսեք, դուք ուղղակի որ այդ հարցը տալիս եք, հիմա ես որ սկսեմ պատասխանել, կիսատ կլինի, դրա համար ամբողջական երևի ամբողջական այդտեղ մեզ պատասխան է անհրաժեշտ։ Մասնավորապես այսպես ասեմ, եթե դուք կոնկրետ երկրներ նկատի ունեք, ասեք, ես այդպես էլ պատասխանեմ։ Նախ ինչ վերաբերում է մեր արտաքին համագործակցությանը այս հարցերում մյուս մեր տարբեր գործընկերների հետ։ Ակնհայտ է, որ մենք պետք է մեր պաշտպանության համակարգը ուժեղացնենք եւ որովհետեւ անվտանգության սպառնալիքներն այնպիսին են, որ մեզ պետք է ուժեղ պաշտպանական համակարգ եւ համագործակցություն։ Մենք տարբեր գործընկերների հետ լինելու ենք ազնիվ, սա ես մի քանի սկզբունք ասեմ, հետո ավելի կկոնկրետացնեմ։ Ավելի լինելու ենք ազնիվ, շահերի համադրման հստակ սկզբունքով եւ հետապնդելու ենք Հայաստանի շահերը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը։ Նախ սկսեմ նրանից, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ակնհայտ է, որ Հայաստանը կան խնդիրներ։ Այս իշխանության եւ Հայաստան այս իշխանության ժամանակահատվածում հարաբերությունները նախկինում էլ պետք է հասկանանք անընդհատության առումով ինչ խնդիրներ են առկա։ Պետք է ազատ, բաց նստենք խոսել, որպեսզի նոր իրողությունների պայմաններում հասկանանք ինչպես ենք մեր ռազմատեխնիկական քաղաքականությունը տանում առաջ, արտաքին քաղաքականությունը եւ այլն։ Այստեղ մի քանի հարցեր կան։ Օրինակ, Ռուսաստանի դեպքում ինձ համար մեծ խնդիրներից է խաղաղապահ ուժերի արկայության պայմաններում էթնիկ զտումները Արցախում։ Դա ինձ համար խնդիր է։ Ի վերջո մեր բոլոր հայրենակիցներին հետաքրքրում է։ Ինչու այդպես եղավ։ Մեր հայրենակիցները վերադարձել էին Արցախ, իսկ նրանց մի մասը մնում էր այնտեղ, հույսով ունենալով երաշխավորներ, որոնք ռուս խաղաղապահ ուժերն են։ Բայց ունեցանք ամբողջական հայաթափ։ Դա օրինակ ինձ համար խնդրահարույց հարց է, որը պետք է ամբողջական պարզել։ Ընդ որում այս հարցերը պարզել երբ նկատի ունեմ, ես նկատի ունեմ նաև հրապարակային ազնիվ կերպով մեր ժողովրդին թափածիկ ձևով ներկայացնել իրավիճակը, որտեղ այս հարցը բոլորին հետաքրքրում։ Մյուս հարցերը։
Ինձ համար խնդրահարույց էր նաև 2022 թվականի սեպտեմբերի ջերմուկի նկատմամբ, Սյունիքի նկատմամբ հարձակումները, երբ էլի մենք չունեցանք աջակցություն մեզ պաշտպանության հարցերում։ Օրինակ, ինձ համար բացատրությունները, թե Հայաստանի Հանրապետության սահմանը դելիմիտացված չէ կամ չգիտենք, ընդունելի չեն։ Հետևաբար պետք է նույնպես սրանք հարցեր են, որ մենք պետք է պարզենք, որովհետև մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ անընդհատ բախվելու ենք նման անվտանգության հարցերի, մենք պետք է հասկանանք, ինչու է ի վերջո ինչի էին, որ այդպես են պատասխանում այն պայմաններում, երբ ունեինք ստորագրված փաստաթղթեր։ Ես հիմա անգամ անընդունելի եմ անգամ այս հիմքով դիմեցին, այն հիմքով դիմեցին, դա ձևական պատճառաբանություն է, չէ, որովհետև մենք ունենք արդյունք երկիր հարձակման ենթարկված, որը չստացավ պաշտպանություն։ Իհարկե նաև Արցախի հետ կապված է շատ կարևոր։ Արցախի 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես աջակցությունը ինձ համար կամ այդ աջակցություն չլինելը նույնպես խնդիր է։ Բայց մյուս կողմից ես սրան բազմակողմանի եմ նայում։ Մյուս կողմից օրինակ պատերազմի ժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես կոպիտ սխալներ էին թույլ տալիս։ Հանցավոր նաև նշանակության սխալներ, օրինակ խնդիրներ կային զինվորների հերթափոխերի հետ կապված, խնդիրներ կային, որոնք հրապարակային էին, բազմաթիվ մամուլում անդադ քննարկվում էին։ Խնդիրներ պաշտպանությունը կազմակերպելու հետ կապված, իշխանությունների քաղաքականությունը եւ այլն, կան Պրագայի, Սոչի եւ այլ հայտարարություններ, այսինքն այս հարցերը ինձ համար բազմակողմանի ստուգման առարկա պետք է լինեն։ Ես չեմ կարող ֆրագմենտացված նայել այս հարցին։ Հասկանում եք, երկրի ղեկավարը, որը կամ մարդ, ով հավակնում է երկիր ղեկավարել, եթե իր որոշումները պետք է ունի ֆրագմենտացված կամ էպիզոդիկ, այս կամ այն խնդրի ընդհանրապես մեկ կողմի անդրադառնալով, այդտեղ որոշումներ չեն կարող ճիշտ կայացվել։ Մյուս կողմից մեր արտաքին քաղաքականության բնակավարում մենք այնպիսի իշխանություն ենք լինելու, որ չի հրաժարվելու իր հանձնառություններից եւ կատարելու է իր հանձնառությունները։ Օրինակ Հայաստանի իշխանությունն այսօր ամբողջությամբ տանում է մի խոսույթ, որը ամբողջությամբ հակադրում է այս սկզբունքին։ Վերջերս ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համեմատում էր իր խաղաղության կոնցեպցիան երեխայի հետ, հələ այլ հարց է, որ իմ կարծիքով երեխաների արժանապատվությունը, որը վիրավորելով շատ դատապարտելի բառապաշար էր օգտագործում հիվանդ երեխաներ, լրագրողներից մեկն էլ լրագրողին չեմ թիրախավորում, ուղղակի լրագրողներից մեկն էլ ասում է, ինչը անբուժելի հիվանդ է, նա էլ ասում է, սա ինչ բառապաշար է, սա երկրի ղեկավարի բառապաշար է բա։ Խաղաղություն այսպես խաղաղության վերաբերող հարցազրույցի ժամանակ նա ճանապարհային երթևեկության կանոնների հետ է համեմատում իր քաղաքականությունը եւ ասում է, այ մենք սովորում ենք ինչպես որ ավտոմեքենաներն են, վարորդներն են երթևեկում, այ մենք սովորում ենք երթևեկել այդ մեքենաներով, դրա համար մենք օրինապահ պետք է լինեինք, առաջ չէինք իմացել, ասենք, կարծեք թե մենք ագրեսոր ազգ ենք ամբողջ այսպես ողջ ժամանակահատվածում մեր պատմության ժամանակ եղել։ Օրինակ սա հստակ օրինակ է, որ նա իր այդ քայլով հակասում է ուղիղ ինքն իրեն, այսինքն կոնկրետ դեպքում Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն, հետո անում է քայլեր, որոնք հակադրում են ու հրաժարվում է դրանցից։ Համեմատում եմ սա քիչ առաջ ասած արցախցիների վերադարձին վերաբերող հարցի հետ։ Ես ասացի, Հայաստանը ինքը ստորագրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի էթնիկ զտումները, ազդարարում է արցախցիների վերադարձի իրավունքը, Հայաստանը ինքը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, որ արցախցիները վերադառնան, դատարանը որոշումը կայացրել է, հիմա ասում է մենք իրատեսական չենք համարում։ Հիմա ակնհայտ չի, որ մենք այստեղ գործ ունենք իշխանություն, որը գնում միջազգային պարտավորությունները ստանձնում, հետո գալիս, քանի որ ներքին քաղաքական իրավիճակի համար իրեն դա պետք չի, գալիս հրաժարվում է այդ իր պարտավորություններից։ Այս սրանով դուք պատկերացնում եք, մենք ինչ ուղերձներ ենք հղում միջազգային հանրությանը։ Ես իմ ելույթում ասացի, այսինքն նշանակում է մենք ունենք անկայուն արկածախնդրության
ավելի շատ անկայունության հատկապես ոչ հուսալի գործընկեր պետություն, ում հետ չգիտես ինչ է հնարավոր պայմանավորվել։ Դրա համար մենք հատուկ ասեցինք, որ քանիսը շեշտեցի, որ լինելու ենք իշխանություն, որը հանձնառու է լինելու իր բոլոր պարտավորություններին, մտածելու է նախապես ինչ պարտավորություններ է ստանձնում, հետո նոր գնալու է ստանձնի այդ պարտավորությունները, իսկ ստանձնելու դեպքում կատարելու է այդ պարտավորությունները։ Եվ մենք նույնը պահանջելու ենք մեր գործընկերներից, արտաքին քաղաքական բնակավարի։ Օրինակ Ռուսաստանի դեպքում է, եթե մենք նրանց հետ ունենք ռազմավարական դաշնակցային պարտավորություններ, փաստաթղթեր ստորագրված։ Պետք է նստենք, ազնիվ, պարզ խոսենք, նոր օրակարգ ձևավորենք, հասկանանք, այդ ինչ եղավ ի վերջո, որ այս միջազգային պարտավորությունները թղթի վրա որ կային, տեղի չունեցան։ Փաստ է, չէ՞, բոլորս կարող ենք, դա իրականությունից չենք փախչի։ Եվ դրանից բացի շատ կարևոր է, որ գործընկերներին եւ մենք լինելու ենք այնպիսի իշխանություն, որ մեր գործընկերներին պարզ ասելու ենք, թե ինչը մեզ դուր չի գալիս, ինչը մեր շահերից չի բխում։ Մյուս կողմից մենք ճանաչելու ենք մեր գործընկերների շահերը, որոնք են, եւ նաեւ գնալու ենք, հաշվի ենք առնելու կամ քննարկելու ենք բնականաբար նաեւ նրանց շահերը, բայց Հայաստանի շահերի առաջնահերթության տեսանկյունից։ Այսինքն այս հարցերին մի փոքր այսպես լայն պատասխան ստացա, բայց մենք ամբողջական ես փորձեցի դրան տալ, թեև էլի հարցեր այսպես տարբեր կողմեր մնացին, եթե էլի հարցեր լինի, կարող ենք շարունակել։ Պարոն Թաթոյան, Անհատ Կորան։ Այնտեղ ներողություն, մի փոքր հարց մնաց, անհատ կորածների հետ կապված։ Ինչ ենթատեքստում էր։ Հա, գիտեք, մենք նույնպես ունենք անհայտ կորածներ, որոնք 90-ականներից են։ Օրինակ, օգոստոսի 30-ը անհայտ կորածների օրն է։ Ես Պարոնյան թատրոնում հրավիրվել էի անհայտ կորածների ծնողների կողմից հատուկ ելույթ ունենալու, որի համար շատ շնորհակալ եմ նրանց։ Ես գնացի բնականաբար, մենք խոսեցինք, այնտեղ կային այն անհայտ կորածների ազգականները, որոնք դեռ 90-ական թվականներից են։ Մենք դա նույնպես մենք պետք է օգտագործենք։ Մենք ոչ մի այս պահին հնարավորություն չունենք ստուգելու, թե օրինակ Ադրբեջանը ինչ սկզբունքներով է ղեկավարվել, որ այդ թիվը ներկայացրել է, չէ՞, ընդհանրապես չունենք հնարավորություն ստուգելու։ Ոչ մի միջազգային մեխանիզմ չի գործում։ Հետևաբար մենք պետք է հասնենք նրան, որ լինեն միջազգային մեխանիզմներ, որպեսզի վերահսկողական գործառույթը ավելի ուժեղանա։ Եվ մենք կարողանանք հասկանանք, չէ՞, ի վերջո ինչ է տեղի ունեցել։ Ու առհասարակ այս սկզբունքը շատ կարևոր է, գիտեք, նախորդ հարցի հետ կապված ես մի փոքր լրացում անեմ։ Տեսեք, այս իշխանությունը շատ գործող իշխանություն է, ամեն ինչ շատ փակ է պահում, գաղտնի է պահում, մենք շատ բաներ չգիտենք։ Շատ հաճախ մենք ընդհանրապես վերջի օրն են տեղեկացնում, նախապես են տեղեկացնում։ Հարցերի մեծ մասը թողած ընդհանրապես փոքր մասն են տեղեկացնում։ Մենք դրա համար ես կաշկանդված եմ նաև շատ հարցերում չեմ կարողանում, ոչ մեկ չի կարողանա գնահատական տալ, որ մինչև չհասկանանք ինչ է իրականում տեղի ունեցել։ Այսպես այդ գործընթացում։ Սեդա Մակարյան, ABC Media։ Պարոն Թաթոյան, շատ քաղաքական գործիչներ, ովքեր 2026 թվականի ընտրության համակարգեր են ներկայացնում, պնդում են, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը, Պրահայի եւ Վաշինգտոնի հռչակագիրը հնարավոր է չեղյալ համարել, եթե իշխանություն փոխի Հայաստանում։ Դուք հավանական եք համարում այս սցենարը, իշխանության գալու պարագայում քայլեր ձեռնարկվելու են թե ոչ, եւ ինչպես եք պատկերացնում ներքին համերաշխությունը, որն է ձեր բանաձևը։ Առաջին հարցը կապված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ եւ օգոստոսի 8-ի փաստաթղթերի ստորագրման հետ, այսինքն մեկը ստորագրվել է Վաշինգտոնում, մյուսը Հայաստանի վարչապետի կողմից, Ադրբեջանի նախագահի եւ Ռուսաստանի նախագահի, նո այստեղ վայրը չասեցի, որտեղ on-line էր, չէ՞, ստորագրությունը եղել։ Մենք, տեսեք, մենք այստեղ ունենք երկու իրողություն։ Առաջինը, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն գործընկեր Հայաստանի համար, ում հետ մենք պետք է զարգացնենք ռազմավարական համագործակցության հնարավորությունները։
Եվ ԱՄՆ միջնորդությամբ առհասարակ ԱՄՆ-ի միջնորդությունը շատ կարևոր է։ Հիմա եկեք տեսնենք Հայաստանի իշխանության ստորագրած փաստաթղթերը։ Այս փաստաթղթերում ակնհայտ է, որ կան դրույթներ, որոնք Հայաստանի շահերից չեն բխում եւ հակասում են Հայաստանի շահերին։ Այս օրինակ հենց նոր խոսում ենք անհայտ կորածների մասին։ Անհայտ կորածները եւ նրանց ընտանիքները, դրանք կոնկրետ մարդիկ են, մեր հասարակության անդամներն են։ Ես նրանց գրեթե բոլորին շատ լավ ճանաչում եմ, վաղուց։ Նրանց երեխաները գնացել են հանուն երկրի, հանուն խաղաղության, հանուն մեր առաջընթացի իրենց կյանքն են տվել, սխրանքով են իրենց կյանքը տվել։ Եվ հիմա երբ ես նայում եմ այդ փաստաթղթին, անհայտ կորածների մասով միջազգային մեխանիզմները ամբողջությամբ դուրս է թողնված եւ բերելվել է ընդհանրապես երկկողմ հարաբերությունների ոլորտ։ Ամբողջը թողնված է Ադրբեջանի բարի կամքի։ Որոնողական աշխատանքներ, քննություն, մենք ոնց ենք ստուգելու։ Ադրբեջանը իրականացնում է դա թե չէ։ Փոխարենը մենք ունենք միջազգային հստակ մեխանիզմ։ Օրինակ ՄԱԿ-ի մեխանիզմը կարող է լինել։ Ավելին, Ադրբեջանը միջազգային փաստաթղթեր այդտեղ կան, որ չի ստորագրել անգամ։ Օրինակ մենք կարող ենք եւ պետք է հասնել նրան, որ Ադրբեջանը դա վավերացնի, որպեսզի մենք միջազգային վերահսկողություն ունենանք եւ հասկանանք ի վերջո այդ պարտավորությունները ինքը կատարելու է թե ոչ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի, այսինքն երակողմ հայտարարությանը, որը ստորագրվել է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, երեք երկրների ղեկավարների կողմից։ Մենք ունենք Ռուսաստանի, ես տեսել եմ մամլու խոսնակի, նախագահի մամլու խոսնակի հայտարարություն, որ իրենք ընդունում են հիմք այս հայտարարությունը։ Իմ կարծիքով մենք պետք է գնանք ոչ թե այս երկու փաստաթղթերը հակադրելու ճանապարհով, այլ պետք է ամեն ինչ անենք, որ գնանք այս երկու փաստաթղթերը համադրելու ճանապարհով, բայց առավելագույնս Հայաստանի շահերի տեսանկյունից ունենալով լուծումներ եւ շատ կոնկրետ ուզում եմ հստակ բան ասել։ Նվազագույն կամ կարմիր գիծը հետեւյալն է։ Հայաստանի ինքնիշխանությունը չունի զիջում։ Հայաստանի պետական սահմանին եւ մուտքի եւ ելքի մոտ պետք է լինեն Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության գործառույթ եւ մաքսային մարմինների մաքսային հսկողություն։ Վերջ։ Սա այն նվազագույնն է, որ մենք պետք է բանակցենք այս փաստաթղթերով։ Եվ գիտեք, նաեւ այս փաստաթղթերի հետ կապված մի մանիպուլատիվ դիսկուրսեր կա, չէ՞, խոսում են մի քանի սկզբունքների մասին, այդ թվում փոխադարձելիություն։ Մի հատ եկեք լնայինք պահպանված է, թե ոչ։ Ինչքան էլ ասենք պահպանված է, գրված է, չէ՞ որ Ադրբեջանի համար անխոչնդոտ անցում է, Հայաստանի համար առավելություններով։ Կա տարբերություն, չէ՞։ Անկամ երբ լեզվական ուսումնասիրության ենք ենթարկում, մեր ցանկացած քաղաքացի դրա համար հատուկ գիտելիքներ էլ պետք չի։ Վերցնենք այդ փաստաթղթերը, նայենք, մենք երկուսի տարբերություններ կտեսնենք։ Այսինքն ակնհայտ է, որ այստեղ ունենք այս մասով խնդիր եւ Ադրբեջանի նախագահը այդ փաստաթղթերի ստորագրումից հետո ես շատ ուշադիր հետևել եմ այդ գործընթացին։ Իր մամուլի ասուլիսով հստակ ասեց, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ եթե Հայաստանը չփոխի սահմանադրությունը, ուրեմն դա անարգանք է Հայաստանի ներողություն ԱՄՆ նախագահի նկատմամբ։ Հիմա տեսեք ինչ աստիճան մանիպուլյացիա է գնում եւ կոծկում Հայաստանի իշխանությունների կողմից սա, որ հանրային օրակարգ դուրս չգա։ Այդ փաստաթղթերում կետ կա, չէ, որ կողմերը չեն միջամտում իրար ներքին գործերի, ճիշտ է։ Հիմա եթե Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ ասում է, թե չէ, դա անհարգալից վերաբերմունք կլինի ԱՄՆ նախագահի նկատմամբ, սեք արդեն որտեղ են տանում ու ինչ է նշանակում։ Այսինքն սրանից լինելու են առնվազն ադրբեջանական այս քաղաքականության մասով զարգացումներ, որոնք չեն բխում մեր երկրի շահերից։ Հետևաբար մենք պետք է առավելագույնս այնպես անենք, որ ԱՄՆ-ի նման կարևորագույն երկրի առաքելությունը միջնորդական առավելագույնս ծառայի մեր երկրի շահերին։
Սա չափազանց կարևոր է եւ մենք գնալու ենք այս կարևորագույն փաստաթղթերի հարցով մեր շահերը անկյունակար ունենալով ճկուն քաղաքականություն դրսևորելով, ես արդեն նաև ասացի, եւ ոչ թե հարմարվողական այդ հստակ լուծումներով։ Հրապարակորաթերթ Պապիկյան, պարոն Թաթյան, ձեր խոսում նշեցիք, որ ձեր ծրագիրը օրակարգը բոլորով միասին երկիրային վիճակից հանել է, ինչ է կարծում դա հնարավոր է արդյոք փոքր ճակատելով, թե այլ համախմբում է եւ ընտրություններից առաջ հնարավոր է համախմբում հենց ձեր առանցքի շուրջ եւ պարոն Թաթյան, տևական ժամանակ լուրեր կային, որ բանակցություններ կան ձեր ՀԱԿ-ի հայ մանկության միջև հնարավոր է արդյոք ընտրություններից առաջ այս ձևաչափը կյանքի կոչվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր օրակարգը շատ հստակ է։ Մենք այսօր ունենք խոշոր խնդիրներ եւ դրանք հատկապես գալիս են մեր ներքին պարակտումներից, որ հասարակությունը խմբերի բաժանելուց։ Դրա համար մենք վեր ենք այդ օրակարգից։ Մենք նախքին ներկա եւ այլն այդ օրակարգերով չենք առաջնորդվում։ Եվ ոչ թե աշխատում ենք հակադրություններով, այլ աշխատում ենք հանուն երկրի։ Այս հակադրությունների պայքարը այսօր այնքան է խորացել, որ տեսեք ինչ է դարել, այսօր ստացվում է Հայաստանի նախկին ղեկավարները վիճում են իրար հետ ու ամեն մեկը որպեսի ցույց տա ինքը ինչ է ավելի ճիշտ, պետական անգամ պետականության շահերին հակասող հայտարարություններ են արվում։ Հայաստանի վարչապետը ասում է Հայաստանի զինված ուժերը ինչ գործ ունեն գնալ ուրիշ տեղից արել։ Հələ տեսեք սա ինչ է նշանակում, բայց ինչի են ասա անում, որ ցույց տա ինքը ճիշտ է եւ մյուսները նախկինները սխալ են։ Սրա համար է անում, չէ՞, տեսեք, սա ինդիկատոր է, որ ցույց է տալիս, այստեղ քաղաքական շահը, պաշտոնի շահը, քաղաքական իշխանություն պահպանելու շահը ավելի բարձր է դառնում, քան պետականությունը։ Եվ մենք ինչ ենք ասում։ Այո, մենք ընդունում ենք, որ մեր բոլոր ղեկավարների ժամանակ եւ դա ընդունում ենք որպես իրողություններ, բոլորս ապրել ենք այդ ժամանակահատվածներում, չէ՞։ Ես օրինակ հիշում եմ, երբ փոքր էի մեր ընտանիքում միշտ գովերգվում էր Կարեն Սերոփի Դեմիրճյանը։ Հիշում եմ ինչպես ենք պատմություններ պատմում, ինչ կարևոր դեր են ունեցել մեր պետականության ձևավորման հարցում, ամրապնդման։ Ինձ համար նա օրինակներից է կամ օրինակ է, ինչպես կարելի է երկիր ղեկավարել եւ ամրապնդել հասարակությանը։ Հետո գալիս է 90-ական թվականները, չէ՞։ Հետո գալիս են 2000-ական թվականները, 2010-ից հետո եւ այս ժամանակաշրջանը։ Սրանք մեր պատմության անբաժան մասերն են։ Բոլորս ապրել ենք այդ ժամանակահատվածներում։ Եղել են այդ ժամանակ խնդիրներ։ Այո, եղել են խնդիրներ։ Եղել են կոռուպցիոն խնդիր, կոռուպցիայի այսպես դրսևորումներ ընդ որում ամենածանր ձևերով, այո, եղել է։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներ եղել են։ Կլանային համակարգ եղել է, օլիգարխներ, որոնք վերահսկողություն են ունեցել երկրի քաղաքականության նկատմամբ, եղել են։ Այսօր էլ կան։ Այսինքն ինչ է ստացվում, այն բոլոր խնդիրները, որ կային, եկել այս օրակարգի արդյունքում շատ ավելի վատն են դարձել հիմա։ Այսօր առավել սերտաճում է գնում քաղաքական իշխանության օլիգարխիկ համակարգի, կլանային համակարգի։ Հələ դրան էլ մի հատ ավելանում է պրոֆեսիոնալիզմ ընդհանրապես, կամ դուք տեսնում եք պրոֆեսիոնալիզմը, ով ինչ ուզում խոսում է։ Մեր օրակարգային հարցերից է դրա համար խոսքին տեր լինելը։ Մենք մեր խոսքին տեր ենք լինելու։ Չի կարող լինել երկրի ղեկավար, որ այսօր մի բան է ասում, վաղ այլ բան է ասում։ Կախված թե այս կամ այն իրավիճակը իրեն ինչպես է ձեռնտու։ Մյուս կողմից եղել են դրական զարգացումներ։ Այո, եղել են դրական զարգացումներ։ Ես ինքս որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան հրապարակայինորեն քննադատել եմ այս խնդիրները բազմիցս ներկայացրել եմ։ Դա արել եմ 2003, 4 5, 6, 7 թվականներին, 8 թվականը, երբ ես աշխատում էի այդ հաստատությունում։ Դա արել եմ 2016-ից 22 թվականներին եւ այլն, եւ նա շարունակում եմ անել խնդիրների արձանագրումը, հարցերի լուծումը եւ մենք այնպիսի նաեւ թիմ ենք ունենալու, որոնք գիտեն այս խնդիրները ոչ թե դասագրքերից, ոչ թե պատմվածքներից, այլ կոնկրետ փորձով, թրծված են կոնկրետ փորձով, գիտեն ինչպես հարցը լուծել։
Հիմա ինչ վերաբերում է այսպես ինչպես դուք նշեցիք համախմբման հետ կապված հարցերը։ Մենք դա մեր կարևորագույն օրակարգն է, այո, ապահովել հասարակության համախմբում։ Մենք հայտ ենք ներկայացրել, ես ինքս հայտ եմ ներկայացրել երկրի կառավարման համար պատասխանատվություն ստանձնելու հենց այս օրակարգով, որ չլինեն տարանջատումներ բարիկադների տարբեր կողմերում, որ մարդիկ իրար թշնամական չնայեն, որ մենք ղեկավարվենք ուղղակի որպես լավ մասնագետներ, մարդիկ, որոնք ոչ թե մեկուսացած են նրա համար, որ ինչ որ մեկին մի ժամանակ բարեր են տվել, այլ որովհետև օրինակ, ասենք, մեկուսացած է նրա համար, որ իրավախախտ վարքագիծ է դրսևորվում, մեկը մեկուսացած է նրա համար, որ մեկ այլ արատավոր բան է արել, որը պատժելի է եւ այլն եւ այլն։ Ես պատկերացնում եմ մեր խնդիրների լուծումը միայն այս ներքին համախմբման օրակարգի եւ նախկին հակադրությունները մերժելու միջոցով, իսկ նաեւ մեկ կարևոր հստակ արձանագրում անեմ, ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը ղեկավարվում է հակադրություններով, թշնամացնելով։ Սա կարծեք թե նրանց համար սնունդ լինի եւ հակադրությունների վրա է ամեն ինչ կառուցված։ Չէ, օրինակ ասենք 2 րոպե շփվեն իմ եւ ձեզ հետ, մեզ կթշնամացնեն մի անգամից։ Ասենք կարող է մեզ ասեն օրինակ տեսեք Աննան ինչ գեղեցիկ հագուստ է ակել, դու չունես դա եւ այլն, ու ահա ես արդեն կդառնամ, բա ես ինչի չպետք է ունենամ եւ այլն։ Այն դա նրանց իշխանության մնալու օրգանական սնունդն է, այսպես ասեմ։ Իսկ մենք առաջարկում ենք բոլորովին այլ բան։ Մենք առաջարկում ենք համախմբում, միասնություն, հանունի օրակարգով, զարգացնելու, երկիրը առաջ տանելու, այսքան խնդիրներ ունենք, ոչ թե դոփելու համար տեղում։ Իսկ Մարությանի եւ Հակի բանակցությունները։ Մարությանի եւ Հակի։ Կային հրապարակումներ, որ ես Հայկ Մարությանի հետ արդեն այսպես հրապարակում էր անգամ, որ վերջ ստեղծել ենք կուսակցություն։ Ես ասեմ ձեզ, որ ես Հայկ Մարությանին վերջին անգամ տեսել եմ 2020 թվականի սեպտեմբերի 21-ի պաշտոնական արարողությունների ժամանակ, եւ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, ինքը Երևանի քաղաքապետն էր։ Այսինքն մենք ներողություն 2019-ն էր երևի թե ներողություն։ Այսինքն մենք այդ ժամանակ հաստատ նման հարցեր չենք քննարկել եւ դրանից հետո էլ ես պարոն Մարությանի հետ նման որևէ հարց չեմ քննարկել։ Հակի հետ կապված մենք քննարկումներ անընդհատ լինում են, բայց ձեր նշած բանակցություններ, մեկ ուժի եւ կամ ինչ որ հրապարակումներ նման քննարկումներ չեն եղել։ Բայց քննարկումներ իհարկե մեր գործընկերներն են, ես նրանց շատ։ Ես Հակի ներկայացուցներին ճանաչում եմ դեռ 2008 թվականից, որովհետև երբ ես աշխատում էի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, մենք մոնիտորինգ էինք անում 2008 թվականի հավաքները։ Եվ ես նաև ինքս կազմում էի այն ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները եւ շատ մանրամասն մոնիտորինգ եմ արել, զեկույցներ էինք ներկայացնում մեր հիշատակավար լինի Վահե Ստեփանյանին, ով աշխատակազմի ղեկավարն էր մարդու իրավունքների պաշտպանի եւ մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ էր, այսինքն ես նրան շուտվանից ճանաչում եմ եւ այսպես մեր հասարակությունը այնպեսին է, որ նման բաները մենք պետք է խրախուսենք, որ մարդիկ իրար ճանաչեն, շփվեն, երկխոսություն լինի, ես քիչ առաջ իմ ելույթում հենց խոսում էի այդ մասին։ Դրական արձագանքները չստացել իշխանության եւ ընդդիմության կողմից։ Ուզում եմ հարցնել, արդյոք սպասում եք ընդդիմությունից նման պատասխան եւ ինչպես ընդունված կարգ է դարձել, որ հայտնվում է քաղաքականության մեջ, սկսում են կապել ինչ-որ անունների, ինչ-որ մարդկանց հետ, սրանայվել եւ այլն եւ այլն։ Ներողություն արտահայտությունից համար այս դեպքում ձեզ ով է բերել, որովհետեւ իշխանության միակ այսպես խաղը այն է, որ դուք նախկինների ժամանակ պաշտոն եք ունեցել եւ նրանց հետ կապ ունենալ պարզապես չեք կարող։ Երկրորդ հարցս, պարոն Թաթյան, ձեր ֆինանսական առումն է ձեր շարժման։ Օրինակ, տեսեք, մենք տեսնում ենք ՔՊ-ի նվիրատուների ցանկը, նրանց անդամակցության գումարները, ձեզ ով է ֆինանսավորում։
Առաջինը արձագանքները։ Գիտեք, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել Հայաստանի 6 տարի։ Իշխանությունը այս գործող իշխանությունը մինչև այդ նախորդ իշխանությունը նրանցից առաջ, բայց այս գործող իշխանությունը քան հիմա նրանք են սկսեցին դաժան ձևով մեզ կամ պայքարը, այսպես ճնշումները մեր նկատմամբ, երբ խնդիրները սկսեցին դառնալ նրանց։ Եվ թե դրանից առաջ իշխանությունները մենք խնդիրներ ունեցել ենք, թե այս իշխանության ժամանակ հատկապես այսպես սաստկացել է, ինձ երբեք չեք կանգնացրել։ Նույնը հիմա է։ Ես քս բնույթով այդպիսի մարդ եմ։ Եթե ես գիտեմ, որ ես մի բան ճիշտ եմ անում, հավատում եմ իմ տան ասացին, ինձ չի կարող կանգնեցնել, թե կողքից ով ինչ է խոսում։ Ես իմ գործն եմ անում։ Դուք չեք հիշում մեր նախորդ ժամանակահատվածում ինչ էր։ Խոչընդոտներ, խնդիրներ բազմաթիվ, ինձ դա կանգնեցրել է, երբեք չի կանգնացրել։ Եվ որովհետև ես հավատացած էի մեր թիմով, մեր աշխատակազմով ինչ ենք մենք անում։ Նույնը հիմա է։ Ես իմ թիմակիցներով մենք վստահ ենք այն նախաձեռնությունը քաղաքական, որ մենք այսպես առաջ ենք քաշել եւ տանելու ենք առաջ, մենք անում ենք այն, ինչ պետք է Հայաստանին։ Այն, ինչ պետք է մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու համար։ Եվ արձագանքները այդ առումով մեզ չեն կանգնեցնելու։ Նույնը վերաբերում է ոչ իշխանական, տարբեր կողմերից եկող արձագանքներին։ Այո, ես դրանց եւ մեր թիմը ուշադիր ենք, հետևում ենք բոլորին, բայց դրանք մեզ արդյոք կունենան կանգնեցնելու կամ մեր նպատակներից շեղվելու, ոչ իհարկե։ Այո, եթե կլինեն արձագանքներ այնպիսի, որ կնպաստեն մեր խնդիրների լուծմանը, մեր ազդարարած օրակարգը, առասարակ երկիրը այս վիճակից համատեղ ջանքերով դուրս բերելու, դա բոլորովին այլ հարց է։ Հիմա ով է, դուք այդպես ասացիք, ով է բերել եւ դուք ասացիք, որ չեմ կարող կապ ունենալ, կապ չունենալ, երևի իրենց հետ չեմ կարող։ Գիտեք, մենք հենց դրա համար էլ այս պրոցեսը նախաձեռնել ենք, որ չնայած ռիսկերին, որ միևնույն է շարունակելու են ասել սրա պրոյեկտը, այս պրոյեկտը, այն պրոյեկտը, մենք մեկ է պետք է այս խնդիրը մեկը միշտ լուծենք։ Այս պրոյեկտ, սրա պրոյեկտը, սա է բերել, նա է բերել, դա իշխանության օրակարգ է։ Դա Հայաստանը հիասթափության մեջ պահելու օրակարգ է։ Դա Հայաստանը լճացման մեջ պահելու օրակարգ է եւ զարգացում թույլ չտալու օրակարգ է։ Այսինքն եթե գնա, եթե մենք չհանձնառենք բոլորով միասին ձեր օգնությամբ նաեւ չկտրել, չճեղքել, այսպես ասած, այս մարտահրավերները, դուք համոզված եղեք 10 տարի հետո ով կա նույնն են ասելու։ Այս է սրա պրոյեկտն է, նրա պրոյեկտն է, չգիտեմ, երևի արդեն խորհրդային միությունն էլ հետ կգնան, ինչ կենտկոմի քարտուղարներ եղել են, բոլորով կսկսեն ասել, որովհետև կսպառվի մնացածը։ Այսինքն, գիտեք ինչ, ես սա շատ հստակ է պատասխանը եւ այս շարժումը հենց նրա համար ենք նախաձեռնել։ Այս քաղաքական նախաձեռնությունը հենց նրա համար է, որ մենք այլևս չունենանք նման բաներ, որ մեզ չպարտադրեն քարոզներով մարդկանց թույլ չտալով, որ սթափ մտածեն երկրի զարգացումը արգելակել ֆինանսական միջոցների մասով։ Մեր հիմնադրամը, ասեմ ձեզ, սկզբում, հետո նաև հիմա դե վերածվել է այլ գործունեության, իմ գործունեությունը միշտ ֆինանսավորվել է մեր տարբեր հայրենակիցների ներդրումներով։ Դրանք այդտեղ ոչ մի գաղտնիք բան չկա։ Նրանք իմ պարզապես մարդիկ են, ում ես չեմ ճանաչում, իմ ընկերներից են եւ այլն, եւ նույնը վերաբերում է այս գործունեությանը։ Չկա որևէ մի այսպես մի մեծ հարուստ մարդ, որը ամբողջը մեզ ֆինանսավորում է, մի հատ էլ թելադրելու է, թե ինչ անել։ Ես ինքս իմ բնույթով այնպիսի մարդ եմ, միշտ բոլոր որոշումները կայացնում եմ ինքնուրույն, խորհրդակցելով բնականաբար մեր թիմի անդամների հետ, իմ գործընկերների հետ, եւ երբեք ինքս չէի կարող հանդուրժել, որ հանկարծ նման
այսպես տեղի ունենան այնպիսի բան, որ ինչ որ քողարկված այստեղ գործընթացների ամեն ինչ բաց, թափանցիկ, ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկել այս հարցը, ոչ միայն այս, այլ կապերը եւ այլն, այսպես ես արդեն ասացի այն իրողությունները, որ մենք մեր երկրում ապրել ենք այս ողջ ժամանակաշրջանում եւ այսպես սկզբունքներն էլ դրանք են։ Շնորհակալություն։ Խաչատրյան, պարոն խոսում նշեցի, որ սպիրտ պետագելին համահեղինակ եւ համասեփականատեր, կարծում եմ դուք եք որ դրսի շատ հայրենացիներ ուզում են իրենց ձայնը տալ ազգային ընտրություններում, սակայն այս բանի նման հնարավորություն չունեն։ Արդյոք հավանական ընտրության դեպքում կառաջարկեք այնպիսի նախագիծ, որը թույլ կտա Սփյուռքում մնալով Հայաստանի քաղաքացիներին քվեարկել պատասխանատվի կամ դեսպանների միջոցով։ Սա իրապես կարևոր հարց է եւ միշտ քննարկվում է։ Ես այո ասացի, դուք ճիշտ նկատեցիք, որ Սփյուռքը մեր անբաժանմասն է։ Մենք մեկ միասնական ազգ ենք եւ Սփյուռքը պետք է անպայման մասնակցություն ունենա Հայաստանի զարգացմանը։ Նվազագույնը, որ մենք անելու ենք, կարծում եմ հատուկ մարմնի ստեղծումն է, որտեղ կլինեն նաև Սփյուռքի ներկայացուցիչներ եւ նրանք կմասնակցեն նաև որոշումների կայացմանը։ Ոչ միայն որ կուժեղացվի նաև Սփյուռքին վերաբերող հատուկ պետական այսպես գործակալության աշխատանքը։ Ինչ վերաբերում է ընտրություններին կամ ընտրելու իրավունքին, ես պատրաստ եմ շատ բաց քննարկումներ սկսել, հասկանալու համար դա մեր նպատակներին նպաստում է թե ոչ։ Այստեղ տարբեր իրավիճակ, այն որ Սփյուռքը պետք է ունենա հստակ մասնակցություն, եւ ես արդեն ասացի, ոչ թե մենք պետք է լինի բարեգործություն, այլ մենք պետք է լինեն կոնկրետ գործընկերներ Սփյուռքի ներդրումներով։ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի բարգավաճմանը տարբեր ենթակառուցվածքների ներդրելով, գիտելիք բերելով, մեր շարժման գլխավոր հենասյուներից է գիտելիքը եւ գիտական նվաճումները։ Իսկ դա օրինակ մենք առավելապես Սփյուռքով ենք, նաեւ այսպես Սփյուռքով ենք կարողանալու անել, այն մտքում ունենալով մենք ինքներս մի հատ պետք է մեր ջանքերով միավորենք, առաջ տանենք մեր երկիրը, զարգացնենք, որ ավելի ուժեղ հանդես գանք միջազգային ասպարեզում։ Սա նույնպես կարևոր է։ Մնացած հարցերը ես կարծում եմ կարելի է լայն քննարկել, այստեղ մոտեցումները տարբեր են, ըստ դրա արդեն հասկանալ ինչ լուծումներ կարող են տրվել։ Շատ կարևոր է թե ինչ դրսևորումներ է դա ստանում։ Շատ կարևոր է որ մարդը ով քվեարկում է ինքը նաև անմիջական իր վրա կրի այդ իշխանությունների որոշումների ազդեցությունը։ Այսինքն տարբեր սկզբունքներ կան, այսպես ասեմ, որոնք պետք է նկատի ունենալ այս հարցերը քննարկելիս։ Տրիբյունայեմ, Պրիվսիմե Ջեբեջան, պարոն Թաթոյան, այստեղ դուք մեր իմ գործընկերների հարցերին, նմանատիպ հարցերին տարբեր պատասխաններ լսեցինք, որ տվեցիք, համագործակցության հետ կապված, ասացիք իշխանության օրակարգը եւ այլն։ Ինչքան էլ որ դուք ասեք, որ անցյալի քննադատություն չի լինի, նախկին ներկա այդ դաշտ չեք մտնի եւ այլն, ես դες ուղիղ կհարցնեմ այն հիմնական մեղադրանքը, որը կա նոր ստեղծվող, դեռ ստեղծման մեկնարկին գտնվող ձեր ուժի հետ կապված։ Դուք Սերժ Սարգսյանի պրոյեկտն եք, թե չէ։ Ուղիղ ասեք, հա, թե չէ, որովհետեւ նոր եք ստեղծվում եւ մարդիկ պիտի իմանան ձեզ ընտրելով ով կա ձեր հետևում, արդյոք արբանյակ կուսակցություն եք, թե չէ, սպառեք, խնդրում եմ այս հարցը։ Հաջորդը, որ ասացիք անցյալի քննադատություն չի լինի։ Անցյալ ասելով նկատի ունեք մինչև 2018-ը, թե 18-ից հետո էլ, այսինքն դուք գնահատական չեք տալու այս իշխանության արածների եւ որ գաք իշխանության։ Հաջորդը ձեր այսպես ասեմ, ակուրատնի կերպարի հետ կապված գերազանցիկի, սովորաբար քաղաքական դաշտում գերազանցիկի կերպար ունեք։ Տեսեք, մեր դաշտում նաև Փաշինյանի լեքսիկոնը նկատի ունենալով, ասում են
ընդդիմությաններ էլի ոչ պակաս գող, թալանչի, դավաճան, հող հանձնող, տականք, վիժվածք, ավելի չխորանան։ Հիմա դուք այս խոսույթի մեջ, երբ որ ընտրության մարդիկ գնում են մուրճով, այս տիպի սուր կտրող, ծակող եւ բութ գործիքներով, ձեր գործիքը այդ ձեր կերպարի մեջ որն է, ինչով եք դուք պատասխանելու ձեր հասցեին այդ սուր հայոյախոսական հնարավոր է մեղադրանքներին։ Հաջորդը, ով մտնում է քաղաքականություն, ասում են, որ իշխանականները էլ ասում են, որ հեսա գալիս է գուբերնիա է սարքելու մեր պետությունը, խնդրում եմ ասեք մեր պետությունը ուր եք դուք տանելու աշխարհաքաղաքական որ վեկտորին եք դուք հավակնում եւ մտածում եք իրենց հետ ճանապարհ անցնել։ Մի հարց է, քանի որ այստեղ ոնց նկատում եմ սիվիկից կամ իշխող ուժի մամուլից ներկայացուցիչ չկա, ես իրենց թերթերում այսպես ասած հնչած մեղադրանքին եմ ուզում անդրադառնալ, պատասխանեք, մասնավորապես ասում են, որ դուք այս ձեր սիմվոլը, խորհրդանիշը Պեգասի միասնության թևերի հետ կապված, ասում են Քուրգիկ Ջալալիի փոխարեն հունական դիցաբանությունից եք ընտրել, խնդրում եմ բացատրեք ձեր խորհրդանիշները նաև շնորհակալ։ Առաջինը, դուք որտեղ լսեցիք, Ռիփսիմը, ես որ ասեմ, անցյալի չեմ քննադատելու։ Ես հենց նոր ասացի, որ այն երույթում այդպեսի բան չկա, որ անցյալը չեմ քննադատելու, իրոք։ Բայց եթե ես հանկարծ ասեի անցյալը չեմ քննադատում, բայց ո՞նց քիչ առաջ խոսում էի օլիգարխների մասին, կլանային համակարգի մասին, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին։ Բայց ես ո՞նց կխոսեի, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել, ամենաշատը ես եմ խոսել այդ խախտումների մասին։ Ես ազգային ժողովում ուղարկած իմ զեկույցով ասել եմ, որ ընտրությունների 2017 թվականին եմ ասել։ Ասել եմ ընտրությունների արդյունքները այնքան վստահություն չեն, ներողություն, այնքան շատ են խախտումները, որ վստահություն չեն ներշնչում պետական մարմինների հանդեպ։ Ես եղել եմ այդ մարդու իրավունքների պաշտպանը։ 2008 թվականին ես մոնիտորինգ եմ արել մարտի 1-ի ամբողջ հավաքները եւ ես եղել եմ այն զեկույցի աշխատանքային խմբի ղեկավարը, որ հրապարակել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որի պատճառով երկրորդ նախագահը նրան ասաց իմ հանաջող կադրն է։ Ես եղել եմ այդ զեկույցի աշխատանքային խմբի ղեկավարը։ Դուք ասում եք ես նախկինին գնահատականներ չեմ տալիս։ Իմ երույթում այդպեսի Ռիփսիմե ջան, այդպեսի բան չեմ արել։ Ես իմ խոսքին տեր եմ։ Տեսեք, հակադրություն իմ տեսաուղերձում էլ կա, առաջնորդվել ոչ թե նախկինի հակադրություններով, այլ հանուն երկրի միավորման ու առաջընթացի եւ հանուն արդարության։ Հիմա շարունակեմ պատասխանս։ Նախկինում խնդիրներ եղել են, իհարկե եղել են։ Ես մեծածավալ զեկույցներ եմ հրապարակել ոլորտներում։ Առաջի զեկույցը, որ հոգեբուժական հաստատությունների հետ կապված երկու մեծագույն զեկույցներ են ուղարկել, քրեական գործեր հարուցվեցին, մարդիկ ազատվեցին աշխատանքից, մարդկանց մոռանում էին տարիներով հոգեբուժարաններում, հիմա հոգեբուժական հաստատություններում, քրեակատարողական հիմնարկում այդպես սարսափելի վիճակ է, ընդ որում ասեմ ձեզ, մենք իշխանության երբ գանք, նաև անպայման մտածելու ենք համաներում հայտարարելու մասին, բայց կոնկրետ հիմնված հստակ սկզբունքների, կանոնների վրա, ոչ թե որ այս իշխանությունը արեց սկզբում, հետո բոլորին նորից էլի 1000 ներողություն բառի համար հավաքեցին, լցրեցին քրեակատարողական հիմնարկները։ Դրանք բազմաթիվ է, այսինքն իմ զեկույցներում դրանք ներառված են, առկա են եւ բացի զեկույցները, դրանց մասին անընդհատ եմ, ընդ որում ես մարդ եմ, ով հրապարակային է խոսել դրանց մասին։ Եվ հետևաբար գնահատականները տալիս եմ, ես հենց հիմա էլ եմ տալիս, ինչի, դուք ասացիք իշխանության գալուց հետո, բայց ես չեմ սպասում, որ ես իշխան, ես հիմա եմ գնահատականներ տալիս։ 90-ական թվականներից, այո, եղել են խախտում, ես այդ ժամանակ պարզապես դեռ մի մասը դպրոցական եմ եղել, մի մասը ուսանող եմ եղել, բայց կապ չունի, հետո արդեն երբ մասնագիտական որակավորումը ստացա, սկսեցի աշխատել, հասկացա, որ շատ խնդիրների ակունքները այնտեղից են գալիս, 90-ականներից են գալիս, այդ թվում մարդու իրավունքապետության պատասխանատու լինելը եւ այլն,
2000-ական թվականներ ասացի, որ անմիջական մասնակցություն եմ ունեցել այդ բոլոր գործընթացներին։ Սկսած փակ հաստատությունները ամեն օր գրեթե այցերից, Հյուսիսային պողոտայի 2000-ական թվականների Հյուսիսային պողոտան, որ կառուցում էին, հիշում եք, այնտեղ մարդիկ ինչքան տներ ունեին, որոնք քանդում էին։ Մենք ես հիշում եմ, գիշեր-ցերեկ այդ մարդկանց հետ էինք։ Այդ ժամանակահատվածում։ Այսինքն դրա համար ասացի, պատահական չի, ես խնդիրները այնպես չի, որ ես դասագրքերից չէ, որ գիտեմ խնդիրները, ես անձամբ աշխատելով գիտեմ բոլոր խնդիրները։ 2008 թվականից սկսած քննարկենք մարդու իրավունքների համակարգային խնդիրները, ազատությունից զրկելու հետ կապված խնդիրներ, առողջապահական ոլորտի խնդիրներ, սոցիալական ապահովության ոլորտի խնդիրներ, առողջապահության համակարգը, այսօր առողջապահության համակարգը մինչև այսօր շարունակվում են խնդիրները։ Առողջապահության անվճար բժշկական օգնության համակարգը ամբողջությամբ պետք է փոխվի, վերափոխվի համակարգը։ Կատվածահար են արել ամբողջությամբ համակարգը։ Դեղերը տալիս են անվճար, մեր տատիկ պապիկներին տալիս են, որ դեղերը խմեն, բժիշկները անգամ մենք ունենք դեպքեր, ասում էին այդ դեղերը մի խմի, լավը չեն, անվճար բժշկական օգնության շրջանակներում։ Մարդիկ ամիսներով սպասում էին կրթաթոշակի հերթերի, կար համակարգային կոռուպցիա կար, գնում էին մարդիկ թոշակ ստանալու, իրենց ասում էին այդ կբերես առաջի 1-2 ամսվա գումարը ինձ կտաս, թոշակը կնշանակենք, նոր կգնաս կստանաս։ Դե հիմա եկեք հիմիկվա խնդիրներին անդրադառնանք, չկան հիմա խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ են, չէ՞, քաղաքական ուղղորդմամբ քրեական հետապնդումներ։ Օրինակ, այդպիսի գործերը ակնհայտ են հայոց եկեղեցու երկու սրբազանների նկատմամբ քրեական հետապնդումները, դրանք քաղաքական մոտիվացիայով քրեական հետապնդումներ են եւ նրանք քաղաքական հրահանգների հիման վրա, հաշվեհարդարի հիման վրա բանտարկյալներ են։ Նույնը վերաբերում է Սամվել Կարապետյանին։ Նույնն է նրա գործը, սրանք բոլորը քաղաքական ուղղորդմամբ գործեր են։ Եկեղեցու հանդեպ կան ճնշումներ, կան, բայց ինչի կան ճնշումներ, որովհետև քաղաքական իշխանությունը ձեռնտու չի, այսինքն քաղաքական շահերով է պայմանավորված։ Այ դրա համար եմ ես ասում, որ մենք քաղաքական ազդեցություն չենք օգտագործելու երբեք մարդու իրավունքների, արդարադատության համակարգի, բոլոր մյուս բնագավառների համար։ Այսօր վարչապետը ասում է, ես ինձ համարում եմ եկեղեցու հետևորդ, դրա համար ես հավաքներ եմ անում, հայոց եկեղեցուն վիրավորում է եւ իբր շահագրգռված է, որ հայոց եկեղեցում որոշ հոգեվորականներ չէ, այդ բարձրաստիճան չլինեն։ Ակնհայտ չի, որ սա քաղաքական շահերով է պայմանավորված։ Շատ ներողություն, ում է հետաքրքիր ընդհանրապես վարչապետը առավոտը արթնանում է, այդ ինչ տրամադրությունով է արթնանում։ Լավ է տրամադրությունը, վատ է, առավոտը ջուր է խմել, թե մի բաժակ հյութ է ըմպել։ Ում է, ինքը վարչապետ է, ինքը պետք է կատարի իր պարտավորությունները։ Մի կարող է գնալ առավոտը մի հատ արկածների մի գիրք կարդալ, հետո գալ գրառումներ արել, կարող է գնալ մի հատ մելոդրամա կարդալ, գալ ուրիշ գրառումներ անել, բայց դա շարունակում է մնալ վարչապետ, չէ՞։ Դու պետք է քո լիազորությունները իրականացնես, ես քաղաքացի եմ, ինչ չի հետաքրքրում, դու այդ առավոտը ինչ տրամադրությունով ես արթնացել։ Դու կարող ես առավոտը արթնանաս լրիվ ուրիշ կրոնական ուղղության կողմնակից լինես։ Մեկ էլ երեկոյան հայ եկեղեցական եկեղեցու կողմնակիցը դառնաս։ Բայց դա ինձ հետաքրքրում է։ Վարչապետ ես դարձել, որպեսզի քո լիազորությունները իրականացնես։ Մյուսը, քանի որ նախ շատ շնորհակալություն ես լավ հարցերը տվեցիք, ինձ հնարավորություն տվեց, մտածում էի չեմ կարողանալու անդրադառնալ այս հարցերին։ Մյուսը, եկեղեցու հետ կապված։ Տեսեք ինչ են անում գրառումներով։ Այսօր պաշտոնյաների բառապաշարը տեսել, խուլիգանների բառապաշար։ Խուլիգանների, դրա համար ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, առաջին քայլը, որ մենք իշխանության գալուց հետո անելու ենք, նախ բացահայտելու ենք այդ ֆեյքերի ֆաբրիկաները։ Պատասխանատու հայտարարում եմ, հրապարակային բացահայտելու ենք, թղթով գալու եմ նստեմ քաղաքացիների անուններով հրապարակեմ, ովքեր են այդ ֆեյքերի ֆաբրիկաները ստեղծել, կառավարել, հովանավորել, ովքեր են այսքան ժամանակ տանջել, կեղեքել մեր ժողովրդին, թշնամացրել իրար հետ, ովքեր են ընտանիքներին մտել հայոյել։ Առաջին բաներից մեկը սա եւ հրապարակային ենթարկելու ենք պատասխանատվության այդ բոլոր պաշտոնյաներին։ Ես վստահ եմ այնտեղ շատ մարդու իրավունքների պաշտպան ժամանակ ինքն նաեւ արձանագրել, շատ հրապարակումներ կան, որ պաշտոնյաներ կան։ Հիմա պետական պաշտոնյաները, որը խուլիգանի բառապաշարով առաջնորդվում է, չէ՞, կլինի նախարար, վարչապետ, ով ուզում է լինի։ Դուք տեսել եք տակը ինչ, վստահ եմ տեսել եք տակը ինչ գրառումներ կան, չէ՞։ Ատելություն, թշնամանք, իրար ինչ ասես ասում են մարդիկ, սա ինչ է նշանակում։ Երկրի ղեկավար, որը գեներացնում է ատելություն իր ժողովրդի մեջ։
Իր ժողովրդի երկու խմբերի իրար թշնամացնում է, ինչի, որտեղ ես ասացի, իրենք շարժվում են հակադրություններով թշնամացնելու, սա սնունդ է իրենց համար, հասկանում եք։ Կամ երկրի ղեկավար, որը ատելություն է տարածում, ատելության քարոզով է զբաղված, եկեղեցու նկատմամբ, բացասական հոգևորականների նկատմամբ, դրա համար ես իմ ելույթում, դա ես ասացի հստակ, որ պետք է հստակ տարանջատում ազգային եկեղեցի ինքնավարություն եւ հստակ ինքնուրույնություն ու պետությունը չի միջամտում այդ հարցերին։ Եկեղեցին եթե ունի խնդիրներ, դա անելու է եկեղեցին։ Որովհետև այս հակաեկեղեցական արշավը մեզ մոտ քրիստոնեական է արդեն, հակաքրիստոնեության պաշտպանության համար է, ինչու, որտեղ մենք ունենք Ադրբեջանի պետական քաղաքականությունը թշնամանքի, չէ՞։ Տեսեք ինչ են հայտարարել, ասում են հայկական հայոց եկեղեցին 5-րդ շարասյուն է, պատերազմի եկեղեցի է, բա ո՞նց կարելի է այդպես բան արել։ Հետո Հայաստանի վարչապետը ասում է ես եկեղեցու հոգևոր բան եմ, հետևորդ եմ։ Շատ ներողություն, քրիստոնյան կամ եկեղեցու հետևորդը թշնամանքի ենթարկվում է ժողովրդին։ Թշնամանքի մեջ է պահում, այդպիսի բառապաշար է օգտագործում։ Հələ մի հատ գնացեք եկեղեցական որ կանոնները բացեք նայեք։ Այդ խուլիգանական բառապաշարը, որ օգտագործում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Դրա կա այդպիսի բան, դրա համար ես նաև պաշտոնական եւս մեկ հայտարարություն եմ անելու։ Մեր իշխանության ժամանակ հանրային խոսույթից վերանալու է հայոյանքը։ Այն պաշտոնյաները, որոնք հայոյանք օգտագործեն, մի անգամից դուրս են գալու աշխատանքից ու ենթարկվելու են խիստ պատիժների։ Անկամ եթե քաղաքացին նրանց քննադատի։ Շատ ներողություն, քաղաքացին այդ պաշտոնյան գնում է, ընկնում է քաղաքացու ոտքերը, խնդրում, աղաչում է, ձայնը ստանում է, հետո քաղաքացին որ սկսում է պահանջել է իր իրավունքները, սկսում է բողոքել ու վիրավորել։ Այսինքն ի՞նչ է նշանակում, որ պաշտոնյան ընտրվել է հանուն իր հանգստության, չէ, դու ընտրվել ես, որ իմ կյանքը լավացնես։ Եթե չես կարողանում իմ կյանքը լավացնել, քեզ ոչ մի տեղ կամավոր չի պահում։ Երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, ինձ մի խումբ падգամավորներ դիմեցին։ Մի խումբ կին падգամավորներ, ես հիմա անուններ չհրապարակեմ։ Դիմեցին 2020 կամ 19, այսինքն ներողություն, 2020 կամ 19, այո, թվականին 7-րդ գումարման ազգային ժողովի։ Եկել էին ազգային ժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքանելու եւ մի շարք բառեր էին օգտագործել քննադատական, որոնք դուր չէին եկել նրանց։ Եվ նրանք եկել էին ինձ մոտ, նրանց նամակ էին գրել, ես նրանց ղեկավարին հրավիրեցի ինձ մոտ, շատ վիրավորվել էին եւ պահանջում էին մարդու իրավունքների պաշտպանից, որ ես քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկեմ, եւ ինչ էին պատճառաբանում, ասում էին մենք հայ կանայք ենք, մայրեր ենք, մեր ընտանիքներ ունենք եւ այլն։ Ես գիտեք ինչ ասեցի, ես հրավիրեցի ինձ մոտ այդ падգամավորական խմբի ղեկավարին։ Ես այդ նամակը պահում եմ իմիջիալոց ուսումնական նպատակներով իմ ուսանողների համար օգտագործում եմ, թե ինչպես պաշտոնյան իրեն չպետք է պահի։ Ես հրավիրեցի ինձ մոտ եւ ասացի, գիտեք ինչ կա։ Դա ժողովրդավարության արժեքն է։ Այ տեսեք, որ դուք դարել եք պաշտոնյա, եթե ձեր իշխանության վերաբերյալ ընկալումը բարձրանում է, քաղաքացիները ձեզ գովում են, դուք պետք է պատրաստվեք, որ ձեզ էլ այո կգովեն։ Բայց եթե իշխանության նկատմամբ հանգարց վերաբերմունքը իջնի, դուք պետք է պատրաստվեք, որ ձեր նկատմամբ է կարող է իջնել։ Այդ դեպքում ոչ մեկ չի գնալու անհատական արդեն ուսումնասիրի, այսա լավ մարդ է, սա վատ մարդ է։ Այստեղ արդեն մենք ես նայում ենք որպես պաշտոնյա, դու ընտրվել ես մեր կյանքը լավացնելու համար։ Ես այդ տրամաբանությամբ եմ հայտ ներկայացնում այս պատասխանատվությունը ստանձնելու, որ քաղաքացին պարտավոր չի հանդուրժել զրկանքներ, ինչա թե նրա համար, որ պետությունը չի կարողանում նորմալ իր կարողությունները գնահատի, ինստիտուտները ավելացնի, մարդկանց առաջ քասի, չգիտեմ, տարբեր պաշտոնյաների հաստիկներ ավելացնի, որ նրանք էլ չտարապեն ընդ, ասեն զբաղված են, կես են կենեն, եւ մարդիկ ամենակարևորը չտանջվեն։ Սա շատ կարևոր է, սա իմ մեր իշխանության գալու դեպքում սա մեր գլխավոր կարևորագույն ուղղություններից է պատասխանատու լինել քաղաքացու առաջ եւ այո քաղաքացին ավելի շատ է պաշտպանված լինելու, քան պետական պաշտոնատար անձը, որովհետև եթե պաշտոնատար անձը դուրը չի գալի, որ իրան քաղաքացին վիրավորում է, ոչ թե պետք է գնա ասի, բա ինչի էր ինձ քաղաքացին վիրավորում, ես էլ արեցի, այլ դրա ճանապարհը պարզ է, հեռացի պաշտոնից, ոչ մեկ չի դնում, չէ, ոչ մեկի գլխին ատրճանակ ասի, պետք է մնաս պաշտոնի, պետք է մնաս, այլ ասի, չէ, ես ուզում եմ գնամ, ուզում չի լինում այդպեսի բան։ Հետևաբար այս պատասխանատվության մասը շատ կարևոր է։ Այսինքն սա գնահատականների մասով եւ մի բան է, դրական հարցեր չեն եղել, իհարկե եղել է։
Մենք ունեցել ենք, ինչպես ասացի, Կարեն Սերոպիդևիչյան, ում օրոք զարգացումները դրական եղել են։ Մենք ունեցել ենք հանրապետության առաջին նախագահը, ում ժամանակ հաղթել ենք պատերազմում։ Մենք ունեցել ենք հանրապետության երկրորդ նախագահը, ով նաև Արցախի նախագահն է։ Մենք եղել ենք, որ միակ նախագահն է նա բոլոր նախագահներից։ Մենք ունենք հանրապետության երրորդ նախագահը, ով Արցախի հերոսամարտում հաղթանակներ տարած նախագահ է։ Մենք ունենք այնինչ ունենք։ Եվ այսինքն այս խնդիրները, գիտեք, նախկինի հետ կապված ես ասում եմ ուրիշ բան, ես չեմ անձնավորում, ես չեմ մտնում անձերի պայքարի մեջ, հասկանում եք, այսօր Հայաստանի Հանրապետության համակարգը այնպես է դարձել, որ իրար մեջ մրցում են իրար հետ, ինչի են իրար հետ մրցում, մեկը ուզում է ցույց տա, որ ինքը ավելի լավն է, քան հաջորդը, մեկը ուզում է ցույց տա, որ ինքը ավելի իրանից այն նախորդը, որ եղել է, ինքը ավելի լավն է։ Եվ էլի նորից հակառակ իրավիճակն է ստեղծվում, որ մյուսներ ուզում է գա իշխանության, որ ցույց տա, որ այն ժամանակ ես որ կայի, այն ժամանակ ավելի լավ էր, հիմա էլ ավելի լավն է լինելու։ Ես չեմ անձնավորում, նորից եմ ասում, ես համակարգային եմ խոսում, ես այդպիսի մարդ եմ, ինստիտուցիոնալ եմ խոսում։ Դրա համար ինձ համար կարևոր են ինստիտուտները։ Ես իմ ելույթում հատուկ ասեցի, ոչ թե ավտորիտար պոպուլիստներ, այլ ինստիտուտներ։ Հիմա իմ բառապաշարի հետ կապված։ Հիմա դուք ինչ եք դրանում ուզում ասել, դուք վիրավորում եք գերազանցիկներին, ասենք լավ սովորելը գերազանցիկով է, մարդով լավ է սովորում, այո ես լավ եմ սովորել, ես դպրոցում գերազանցիկ եմ եղել, լավ եմ սովորել, ես համալսարանում լավ եմ սովորել, կարմիր դիպլոմով եմ ավարտել, ես դրա շնորհիվ է, որ գիտեմ 4 լեզու, ես դրա շնորհիվ է, որ գնացել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական բիզնես դպրոց եմ ավարտել, գնացել եմ իրավունքի դպրոց եմ ավարտել, գնացել եմ ռուսերեն էլ գրել եմ իմ դիսերտացիոն թեկնածուական ատենախոսությունը, որի առաջի օպոնենտն եղել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։ Դրա շնորհիվ եմ ես եղել, չէ՞։ Դրա շնորհիվ եմ ես կայացել եւ հասկանում եմ իմ գործը, հասկանում եմ ինչ պետք է անենք։ Այսինքն դուք ինչ եք ուզում ասել, ուրեմն գերազանցիկ մեր երեխաներին հիմա ինչ ուղերձ կներեք, չեմ ուզում վիրավորեմ, բայց գերազանցիկ ասելով հիմա դրա ինչ որ վերնագրերը դնել, մեր երեխաներին ինչ ուղերձ եք հղում, որ գերազանցիկ լինելը վատ բան է։ Դուք ինչա ուզում եք այս իշխանության նման խուլիգան բառապաշարով ես խոսել։ Ես կարող եմ խոսել այդպես, դուք գիտեք ես չեմ կարող խոսել այդպես։ Մի օր առիթել է ես իմ կպատմեմ իմ մանկությունը, ես ինչ ճանապարհներով եմ անցել, ինչ դժվարություններով եմ անցել, ինչ կռիվներով եմ անցել, ինչ ծեծ ու ջարդ եմ կերել եւ այլն եւ այլն։ Բայց ուկրաիներեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն է սովորում։ Այսինքն դուք ինչ եք ուզում ասել դրանով, մենք այս իշխանությունների նման խոսենք, ես կարող եմ այդպես խոսել։ Ես որ գնամ մեր քաղաքացիների հետ հանդիպել եմ, դուք ինչ եք կարծում եք, ես կոստյումով հագնելու եմ, փողկապս կապելու եմ, այսպես գնամ նստեմ խոսեմ։ Ես ձեր մոտ եմ եկել, մեր ժողովրդին ես ներկայանում եմ որպես Արման Թաթոյան, սա իմ կերպարն է։ Իմ կերպարն է նաև գնալ մարդկանց հետ նստել խոսել։ Այո, երբ ես փոքր էի, ես եւ գյուղատնտեսությամբ եմ զբաղվել իմ ընտանիքի հետ, առիթը կգա կխոսենք, ես կպատմեմ այդ ամենը։ Գյուղատնտեսությամբ ենք զբաղվել, ես գիշե ամեն առավոտ շատ լավ հիշում եմ, արթնանում էի մեր ընտանի կենդանիներին, այսպես գերազանցիկի պես արտահայտվեմ, կերակրում էի, գնում էի դպրոց, դասից գալիս էի տուն, մինչև հաց ուտելը նորից նրանց կերակրում էի իմ հոր հետ միասին, հետո մշակում էինք մեր հողը, ձնելը լավ հիշում եմ, աշնանն էլ խաղողը ծածկում էինք հողով, որպեսզի ցուրտը չտանի։ Հələ դեռ գնում էի խոտ էի հնձում բերում իմ այդ կենթայիների համար չորացնում էի, ընդ որում պիտի լավ չորացնեի, որովհետև եթե հանգած մի քիչ վատ չորացնեի, կփտեր խոտը խոնավությունից։ Ոչ Հայաստանում։ Խոտ հնձելու էի, գնում ամեն օր, հələ մի անգամ էլ հիշում եմ, այդ վարչական շրջանի ղեկավարը եկավ գերանդին թաքնվել էի խոտերի մեջ, որ ինձ չտեսներ, եկավ խոտերի մեջից ինձ տեսավ կանգնացրեց մեքենա, Ժիգուլի մեքենա էր։ Այդ գերանդին տարավ վարչական մաս, ասեց պապայիդ կասես երեկոյան կգա բան ունեմ ասելու, իմ հորը ճանաչում է։ Հայրս երեկոյան գնացել վերցրել, եկավ իհարկե, այսպես մի փոքր զայրացավ իմ վրա, բայց դե երևի, բայց ուղղակի նրա համար ես սխալվել էի, այնպես էի թաքնվել, որ ինձ գտել էր։ Այսինքն ուզում եմ ասեմ, դուք գիտեք, մենք ինչ ուղերձ ենք փոխանցում մեր հանրությանը։ Առանց այդ 90-ական թվականներից սկսած սովորելը ծաղրվել են միշտ։ Չէ՞, հիշում ենք բոլորս, դուք էլ այդ մոտավորապես երևի սերնդի առումով նույնն ենք։
Ինչքան վիրավորել են մարդուն, երաժիշտերի վիրավորել են նրան, դուք կարծում եք այս պաշտոնյաները ինչ կրթական համակարգի արդյունք են։ Ինչ կրթական, բոլորը չէ, բայց այն որ խուլիգանական բառապաշար են օգտագործում։ Ինչ համակարգի արդյունք են։ Այն կրթական համակարգի արդյունք են, որ առանց արժեքներ մարդիկ մեծացրել, եկել են հիմա պաշտոնյաներ են դառել։ Դրա համար գիտեք, այստեղ մի ուրիշ բան էլ կա։ Մեր ժողովրդին վիրավորելու իրավունք ոչ ոք չունի, չէ՞։ Տարբեր բառապաշարներով վիրավորում են։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինչ ասես ասում են, լավ այդ բառերը որպեսզի չասեմ մեր ժողովրդին։ Ու ես միշտ զայրանում եմ։ Դուք ինչ իրավունքով եք մեր ժողովրդին վիրավորում։ Անդիմությունը ինչ նախկինում երբ մարդու իրավունքների պաշտպանը ես հավասար բոլորին քննադատում եմ, ասում եմ դուք ինչ իրավունքով եք վիրավորում մեր ժողովրդին։ Այս ժողովուրդը այն մարդիկ են, որոնք դաստիարակվել, մեծացել են կրթական համակարգով, կոդով ազգային ինքնությամբ հայ են, դա իրենց առաքինությունը պահում է, բայց դա պետք է դաստիարակել նաև առաքինի քաղաքացի։ Դրա համար մենք մեր կրթական համակարգը փոխելու ենք, մենք արդեն արձանագրեցինք։ Հստակ պետք է լինի հստակ արժեքային հենքի վրա կրթական համակարգ, անվճար, բոլորի համար, երաշխավորված, որ մարդիկ կարողանան կրթություն ստանալ։ Թե չէ հակառակ դեպքում մեր բոլոր ղեկավարները կլինեն առանց համապատասխան կրթության։ Ինչ հակառակը մենք պետք է խրախուսենք այդ այսպես գերազանցիկությունը, այսպես ասեմ։ Ինձ թվում է դա բրենդ կդառնա։ Գերազանցիկ ասելով բացարձակ նկատի չունեի սովորող գերազանցից կերպարի առումով ու մրցակցային ձեր դաշտը, ովքեր են ձեր դեմ խաղում ու դուք ձեր ակուրատնությամբ ես ընդհանրապես դա նկատի բացարձակ չթիրախավորելով գերազանցիկ։ Իսկ ես ընդհանրապես չեմ թիրախավորվել։ Դուք հանգիստ եղեք, ես չեմ թիրախավորվում։ Ես ուղղակի վտանգ տեսա ձեր ձևակերպման մեջ, որ մենք հանրային արժեքների մեջ ավելի չխեղաթյուրենք, չնվաստացնենք այն մարդկանց, ովքեր դպրոցում լավ են սովորում։ Հակառակը, մենք մեր երեխաներին պետք է խրախուսենք։ Մենք մեր երեխաներին պետք է ամեն ինչ անենք, որ նրանք գիտություն զարգացնեն ապագայում։ Իսկ դուք պատկերացնում եք ծույլիկներով գիտություն զարգացնել։ Դա հնարավոր չի լինի։ Ճիշտ այդ մարդիկ էլ կան մեր հասարակությունում, հարց չկա։ Մեր հասարակության անդամներն են, բայց չպետք է նրանք ղեկավար պաշտոններ զբաղեն։ Այսինքն չեմ ուզում այսպես ոչ դեմոկրատական խոսել, բայց դրա փորձը ցավոք սրտի տեսնում ենք։ Ինչ վերաբերում է խորհրդանիշների, գիտեք, դուք էլի գնացիք իշխանության բառապաշարը, որը նպատակ ունի վարկաբեկել մեզ, իրականում սա ցուլ է։ Ես իմ ելույթում, տեսեք, դուք իմ ելույթին ուշադիր չեք եղել, որովհետև ես իմ ելույթում ասեցի թևավոր ցուլը, իսկ հետո ասում եք ես հակադրություններ եմ ասել։ Ես իմ ելույթում ասեցի, որ սա թևավոր ցուլ է։ Իսկ դուք գիտեք թևավոր ցուլը, ինչ ցուլ է։ Սարդարապատի հուշահամալիր գնացել եք։ Մեր խորհրդանիշը Սարդարապատի ցուլն է, թևավոր ցուլ։ Մենք այսօր հատուկ ԿՊ-ի համար կամ այն իշխանության ներկայացուցիչների համար նկար կհրապարակենք։ Ես կարծում եմ, որով ցույց կտանք Սարդարապատի ցուլը ինչ տեսք ունի եւ որ դա ցուլ է, եթե նրանք գնացել են դա տեսել են։ Իսկ Սարդարապատի ցուլը ինչ է խորհրդանշում։ Ցուլը հայկական հայոց պատմության մեջ, հայկական ինքնության մեջ խորհրդանշում է ուժ, համառություն, համբերություն, հաղթանակ, արդյունքների հասնել։ Եվ մեր պատահական չէ, մեր սկզբունքներից է մենք համառենք հաղթանակի համարենք։ Այնպես որ եւ ցուլը մենք ընդգծված վերցրել ենք նրա համար, որ ցույց տանք մեր նվիրվածությունը համախմբմանը, որովհետև Սարդարապատի հերոսամարտը մեզ համար առաջին հերթին տոկունություն է համախմբում եւ հաղթանակի հասնել միասնական ջանքերով։ Դրա համար այն ելույթի վերջին մասում ես ասացի ջանքերը արդյունք են տալիս, որովհետև մենք պետք է առաջնորդենք ջանքերը։ Հիմա գուբերնիա։ Ես մի քանի անգամ իմ ելույթում շեշտեցի, որ Հայաստանը պետք է լինի անկախ, ինքնիշխան, անվտանգ պետություն, անկախ, ինքնիշխան։ Հայաստանը ցանկացած պետության հետ հարաբերություններում պետք է լինի ինքնիշխան, պետք է լինի անկախ։ Դուք ինչ եք պատկերացնում, եթե ես Հայաստանը գուբերնիա պատկերացնեի, ենթադրաբար դուք Ռուսաստանը նկատի ունեք, չէ՞։ Ես Ռուսաստանին քննադատեի իմ խոսքում, կասեի, որ մենք խնդիրներ ունենք խաղապահների հետ կապված են, կասեի, որ մենք վերարժևորման անհրաժեշտություն ունենք մեր հարաբերություններին։
Եվ իսկապես այդպես է։ Մենք պետք է նստենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հստակ խոսենք միասին։ Մենք պետք է հաշտենք Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սա իսկապես կարեւոր է։ Մենք ունենք մեծաթիվ սփյուռք Ռուսաստանի Դաշնությունում։ Մեր հայրենակիցներն անտեղ ապրում են ոմանք դարերով, ոմանք տարիներով, ոմանք ամիսներով, ոմանք ընդհանրապես աշխատանքի են գնում, բայց մեր շահերից է տեսեք առաջնահերթ բխում, որ մենք ունենանք հարաբերություններ, որոնք մեզ չեն թշնամացնում։ Օրինակ ես երբեք չեմ անելու քայլեր, որոնք սադրում են մեր որևէ գործընկեր պետության, առավել եւս դաշնակցային պարտավորություններ ունեցողի։ Ես երբեք չեմ անելու քայլեր, որոնք թշնամկամուժներ են այրում։ Ես այդ մարդը չեմ։ Եվ եթե մենք դա մեզ համար շատ մեծ ճոխություն կլինի, եթե մենք շարժվենք կամուժներ այրելու ճանապարհով։ Տնտեսության հարցերում Ռուսաստանի հետ պետք է համագործակցենք, այո, պետք է համագործակցենք։ Գազ, էներգետիկ աղբյուրներ եւ այլն։ Տեսեք, հələ մեր արտահանող մեր տնտեսությունը ինչ աստիճան կախվածություն ունի, չէ՞։ Եվ պարոն Անանյանը կարծում եմ կհրապարակի, առիթ կունենանք վիճակագրություն հրապարակելու, բայց հələ դուք տեսեք, այսօր խնդիրներ կան բեռնափոխադրումների հետ կապված, չէ՞, Աստված մի արած է, հանկարծ խնդիրները խորանան, մեր գյուղացիները ինչպես են օգտվելու իրենց իրավունքներից, մթերք իրացնեն, չէ՞։ Ես այն օրը շատ հետաքրքիր մի տեսանյութ էի նայում, Ազատություն ռադիոկայանն էր հրապարակել, վերաբերում էր Սպայկայի այդ բեռնափոխադրումների հարցին, մեր գյուղացիները շատ իմաստուն գյուղի բնակիչներից մեկով խաղող է աճեցնում, շատ իմաստուն մի բան ասեց, գիտեք, իմ համար դա օրինակ ես վերցեցի որպես ինձ համար կարևոր սկզբունք։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց, ինչ չի հետաքրքրում Հայաստանի կառավարության ղեկավարին քննադատել դիմելով, ասում էր, ինչ չի հետաքրքրում դու ում հետ ինչ հարաբերություններ ես զարգացնում։ Իմ հարցը լուծի։ Եվ ճիշտ է այդ մարդը, գիտեք։ Այո, պետությունը այդպես պետք է լինի, դու պետք է այնպես աշխատես, որ քո քաղաքացուն հոգս չպաճառես, որ հակառակը դու իր հոգսը լուծես, հոգսը տանես առաջ։ Դրա համար մենք ունենք միասնության թևեր, թևերը փռած պետք է տանենք, մեր քաղաքացիներին միասնության թևերով պետք է առաջ գնանք։ Եվ դուք եւս մի հարց բարձրացրեցիք։ Հա, տեսակցանի պրոյեկտ։ Չգիտեմ, դուք ինչ եք ակնկալում, ես արդարանամ սկսեմ, ինչ անեմ, ես ասեցի, որ ես Արման Թաթոյան, ես ինքս ինձ կերտած մարդ եմ, ինքս ստացել եմ իմ կրթությունը, ինքս աշխատել եմ, երբեք որևէ մեկից իմ կյանքում կախված չեմ եղել, ես մարդ եմ, որ միշտ գիշեր-ցերեկ աշխատում եմ հանուն, բայց որ որևէ մեկից կախված չլինեմ։ Ես նույն մոդելով պատկերացնում եմ մեր պետությունում յուրաքանչյուր մարդու աշխատանքը։ Դրա համար է մեր ուղերձներից մեկը, պետք է յուրաքանչյուրի աշխատանքը հաջողությունը ներողություն կախված է յուրաքանչյուրի տաղանդից ու աշխատանքից։ Ես ասեմ նաև ձեզ, որ հրա այս ուղերձները մշակելիս հստակ նախատեսել ենք այն լուծումները, որոնք պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր ժամանակաշրջանում մեր քաղաց դասերը։ Ես ասացի, չէ, մենք յուրաքանչյուր ժամանակաշրջան պետք է դիտարկենք որպես իրողություն, որտեղ մենք ապրել ենք այդ դարաշրջանում, չէ։ Մենք պետք է բերենք այդ իրողությունները, հասկանանք ինչ սխալներ ենք թույլ տվել, քաղենք դրանից դասեր ու առաջ գնանք։ Հիմա մենք ասում ենք, մենք այն քաղաքական ուժն ենք լինելու, ես այն մարդն եմ լինելու, որ վեր եմ կանգնացնել եւ իմ այլ վեր եմ կանգնած անձերի վեճից, դրա համար ես ասի, ես գնում եմ ինստիտուտներ աշխատացնելու ճանապարհով։ Ես դրա համար ասացի, որ ժողովրդավարությունը ուժեղ է նրանով, որ կան ինստիտուտներ, որ պետությունը կախված չէ մարդուց։ Դու պետք է այնպես զարգացնես ու կայացնես քո ինստիտուտները, որ կապ չունենա ով է եկել ղեկավարելու։ Եկել է կոմպետենտ մարդ։ Կարողանա ղեկավարել, որովհետև այդ ինստիտուտները աշխատում են։ Ինչու ենք մենք այդքան գովում ժողովրդավարական համակարգերը։ Որովհետև կատակլիզմներ ինչու են քիչ ճգնաժամերը, որտեղ մարդկանցից կախված չեն, չէ՞, ով էլ ուզում է գա ինստիտուտը աշխատում է, հանգարցել է փորձի մի բան անչանի, մի անգամից դուրս կթռնի այդ համակարգից, չէ՞։ Չի էլ կարողանա մի օր գոյատևել։ Այնպես որ այս հարցին էլ այսպես որևէ բան մոռացա։ Շնորհակալություն։ Իհարկե լսում։ Ասեք լսում։ Պարոն Թաթոյան, 2026-ի ընտրություններում որքանով եք հավանական համարում Մոլդովայի օրինակի կրկնությունը եւ
նաև թերևս ամփոփելով ընդունված տեսակետ կա, որ եթե իշխանությունը վայելում է կոնկրետ քաղաքական ուժերի, կենտրոնների աջակցությունը, իսկ մենք գիտենք, որ Փաշինյանի շուրջ կարծեք կա կոնսենսուս, հաշվի առնելով այն օրակարգերը, որոնց մաս է կազմում Փաշինյանի իշխանությունը, հետևաբար հնարավոր չէ իշխանափոխություն։ Ձեր տեսակետի առնչությամբ իշխանափոխություն հնարավոր է, եթե իշխանությունների շուրջ այս պահին կա առնվազն մի քանի կենտրոնների կոնսենսուս։ Եվ հնարավոր է իշխանափոխություն, եթե օրինակ կա տեղից աջակցություն իշխանափոխություն նախաձեռնողների։ Տեսեք, այդ հարցի հետ կապված ես ինչ կասեմ։ Նախ ի սկզբանե սխալ եմ համարում այն խոսույթը, որ պետք է լինի միջադրսից աջակցություն, որ նոր մենք կարողանանք հարցեր լուծել։ Մենք մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Ես ասացի իմ ելույթում, մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Եվ դա հնարավոր է, ու մենք պետք է լուծենք, ու մենք կարող ենք դա լուծել։ Որ պահից մենք մեր հույսը դրեցինք միջազգային աջակցության վրա, մենք ավելի մեծ խնդիրներ ենք ունելու, եւ իմ ելույթում էլ ես ասացի քանիցս, չէ, որ մենք ցավոք սրտի պատրանքներով ենք ապրել։ Եվ մենք պատրանքներով իրավունք չունենք ապրելու, մենք պետք է ստապ լինենք, ստապ ապրենք, եւ այո, կարողանանք հստակ գնահատականներ տալ։ Սա արտաքին ուժերի աջակցության մասով։ Հիմա իշխանությունը արդյոք կգնա խախտումների։ Հայո, իշխանությունը մեծ ռիսկեր կա, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է։ Եվ նրանց օրակարգերը իմ կարծիքով վերարտադրվելու օրակարգեր են, սխալներ կոծկելու օրակարգեր են։ Նրանք Հայաստանի զարգացման հետ կապ չունեն այդ օրակարգերը։ Բայց մենք ինչ պետք է անենք, ապավինենք մեր ժողովրդին։ Դրա համար մենք մեր ժողովրդին նաև ձեր օգնությամբ ցույց տանք, ասենք, որ այսպես միայն երկիրը կարող ենք անել այս վիճակից։ Մենք չենք ասում մենակ այս մարդիկ կարող են, մենք ասում ենք մենակ այս հարցերին այսպիսի մոտեցումը կարող է հանել այս երկիրը այս վիճակից։ Սա շատ կարևոր հարց է։ Եվ միայն մեր ժողովրդի աջակցությամբ, որը ամենազորեղն է, ամենամաքուրն է, ամենաառաքինին է, բայց նաև ամենազորեղն է, ժողովրդի աջակցությունը այս խնդիրները կանխարգելելու եւ երկիրը բոլորով միասին այս վիճակից դուրս գալու համար։ Եվ ձեր հարցը շատ լավ հարց տվեցիք, ես մի փոքր մեկ պատասխանել ասեմ։ Արտաքին ուժերի, որ ասում եք կոնսենսուս եւ այլն։ Հիմա տեսեք։ Ես կարծում եմ, դրանք նաև նույնպես իշխանության նարատիվներ են եւ իշխանությունը անընդհատ պահպանելու կարևորագույն երաշխիքներ են, որ պատրանքներ տարածել, որ այ դրսից ամեն ինչ որոշված է։ Ես իմ տեսաուղերձում էլ առաջին օրը ասել էի, որ մեզ պարտադրում են երկու ճանապարհ ու շարունակ համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է։ Ոչ, մենք կարող ենք մեր ողջ ժողովրդով համախմբվելով լուծել այս խնդիրը, որ մեր երկիրը առաջ տանենք, մենք կարողանանք զարգացնել, աշխատենք այդ ուղղությամբ։ Մենք ինքներս, օրինակ, իշխանության գալու դեպքում աշխատելու ենք արևմտյան երկրների հետ, այո, իհարկե աշխատելու ենք։ Եվրամիության ուղղությամբ համագործակցությունը խորացնելու ենք, այո, խորացնելու ենք։ Դեպի հատկապես համաձայնություններ, լուծումներ, վիզաների ազատականացումից սկսած աշխատելու ենք, այո, աշխատելու ենք, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն։ Բայց փոխարեն զուգահեռ մենք չպետք է մոռանանք մեր անվտանգության հարցերի մասին, մեր մյուս հարևանների մասին, մենք պետք է հասկանանք նրանց շահերը որոնք են, որպեսզի կարողանանք այդ շահերի համադրումով մեր պետությունը ճիշտ ուղիով տանենք, որ ոչ թե հակասությունների մեջ հայտնվենք, մենք ինքներս հանգարց ծուղակի մեջ չմնանք, այլ մենք կարողանանք համադրելով գնանք, որ մենք աշխարհին տալու բան ունենանք, մենք աշխարհը պետք է տեսնի, որ մենք երկխոսության կենտրոն ենք, որտեղ էլ որ թշնամանան կարող են գալ մեր երկրում, մենք այդ կամուրջը կապահովենք, կարող են գալ մեր հետ աշխատել, դա կարող է լինել մեր հարևան Իրանը, դաշնակցային եւ դաշնակիցը, դա կարող է լինել մեր դաշնակից Վրաստանը, մեր հարևանը, դա կարող է լինել Ռուսաստանը, դա կարող է լինել Եվրամիությունը, դա կարող է լինել, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, կամ այլ երկիր։ Դրա համար նաև ես ուզում եմ հատուկ նշել, որ մեր արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքներից է այն, որ մենք աշխատելու ենք փոխադարձ
շահերի փոխշահավետ եւ փոխադարձ օգնության սկզբունքով։ Իսկ ինձ նորից վերադառնալով ձեր հարցին, իհարկե մենք ապավինելու ենք մեր ժողովրդի աջակցությանը եւ դրա համար էլ ամեն ինչ անելու ենք այդ ցույց տալու, որ մենք կարող ենք դա անել ու անելու ենք միասին։